շոկը լսես, եթե նեղության մեջ կնամ կապրեցես, թշնամիներիս վրա ձեռքդ կմեկնես, այն օր որ կանչես քեզ կպատասխանես, ինձ զորությունով ու շոկը լսես, եթե նեղության մեջ կնամ կապրեցես, թշնամիներիս վրա ձեռքդ կմեկնես, կգոհանամ քեզանից, սամոս քեզ կասեմ, կգոհանամ քո անունից, որից ես ողորմել, կգոհանամ քեզանից, սամոս քեզ կասեմ, կգոհանամ քո անունից, որից ես ողորմել, դե բարձր ես դու և տեսնում ես ածը, ու հավիտյան է քո ողորմությունը, քո աչքը կփրկե ինձ բարկությունից, ձեռքիդ գործմի ձեռքիդ քո երեսից, դե բարձր ես դու և տեսնում ես ածը, ու հավիտյան է քո ողորմությունը, քո աչքը կփրկե ինձ բարկությունից, ձեռքիդ գործմի ձեռքիդ քո երեսից, կգոհանամ քեզանից, սամոս քեզ կասեմ, կգոհանամ քո անունից, որից ես ողորմել, կգոհանամ քեզանից, սամոս քեզ կասեմ, կգոհանամ քո անունից, որից ես ողորմել, հալելույա Տեր, գոհանում ենք քեզանից ամեն ինչի համար, մենք փրկված ենք և ազատ ենք քեզանով իմ Տեր, Տիրոջ ճանապարհում օրհնություն կասեմ, թե մեծ է նա փառքը ես կգոչեմ, ու տաճարի առաջ կերկրպագեմ, իմ ճշմարիտ ասուն ես շնորհակալեմ, Տիրոջ ճանապարհում օրհնություն կասեմ, թե մեծ է նա փառքը ես կգոչեմ, ու տաճարի առաջ կերկրպագեմ, իմ ճշմարիտ ասուն ես շնորհակալեմ, կգոհանամ քեզանից, սամոս քեզ կասեմ, կգոհանամ քո անունից, որից ես ողորմել, կգոհանամ քեզանից, սամոս քեզ կասեմ, կգոհանամ քո անունից, որից ես ողորմել, կգոհանամ քեզանից, սամոս քեզ կասեմ, կգոհանամ քո անունից, որից ես ողորմել, Զորության Աստված մեր վեր է, վերապավեն է զորավոր է նա, սելա, սելա, զորության Աստված մեր վեր է, վերապավեն է զորավոր է նա, սելա, 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 Տերն է մեր ապավենը ամեն ժամանակ, Տերն է մեր ապավենը զորավոր, իր ձեռքն է պահում, մեզ ամեն օր, Տերն է մեր ապավենը զորավոր, իր ձեռքն է պահում,
մեզ ամեն օր Տերն է մեր ապավենը զորավոր Իր ձեռքն է պահում մեզ ամեն օր Տերն է մեր ապավենը զորավոր Իր ձեռքն է պահում մեզ ամեն օր Զորության Աստված մեր բերն է մեր ապավենն է զորավոր է նա Սերա, սերա, զորության Աստված մեր բերն է մեր ապավենն է զորավոր է նա Սերա, սերա, զորության Աստված մեր բերն է մեր ապավենն է զորավոր է նա Սերա, սերա, զորության Աստված մեր բերն է մեր ապավենն է զորավոր է նա Սերա, սերա, սերա Տերն է մեր ապավենը ամեն ժամանակ Տերն է մեր ապավենը զորավոր Իր ձեռքն է պահում մեզ ամեն օր Տերն է մեր ապավենը զորավոր Իր ձեռքն է պահում մեզ ամեն օր Տերն է մեր ապավենը զորավոր Իր ձեռքն է պահում մեզ ամեն օր Տերն է մեր ապավենը զորավոր Իր ձեռքն է պահում Զորության Աստված մեր Տերն է Աստված մեր Տերն է մեր ապավենն է զորավոր է նա Սերա, սերա, զորության Աստված մեր Տերն է մեր ապավենն է զորավոր է նա Սերա, սերա, զորության Աստված մեր Տերն է մեր ապավենն է զորավոր է նա Սերա, սերա, զորության Աստված մեր Տերն է մեր ապավենն է զորավոր է նա Սերա, սերա, սերա Դու մեր զորությունն ես, դու մեր Աստվածն ես և փրկիչն ես և քեզ ուսացողները Տեր երբեք ամոթով չեն մնա Փառք ու պատիվ Տեր քո սուրբ և զորավոր անվանը Հիսուս Դեմարտե անդիպելու
Տեր, որ մենք ճանաչում ենք քեզ, Հիսուս ջան։ Փառք, պատիվ, գոհություն, մեծարանք քո սուրբ ու զորավոր անունին, իմ Տեր։ Շնորհակալ ենք, որ ճանաչում ենք քեզ, Տեր։ Այո, մեծ օրհնություն է քեզ ճանաչելը։ Մեծ պատիվ է քեզ ճանաչելը։ Մեծ պատիվ է քեզ ծառայելը, իմ Աստված։ Մեծ պատիվ է քեզ ունենալը մեր կյանքերում, իմ Հիսուս ջան, որովհետև մենք զորավորներ ենք, Տեր, որովհետև մենք հաղթանակածներ ենք քեզանով, իմ Հիսուս ջան, եւ հաղթանակա քեզ ունենալը մեր կյանքում, իմ Աստված, մեծ ճեղքում է քեզ ունենալը մեր կյանքում, իմ Տեր, փառք ու պատիվ ամեն բանի ու ամեն ինչի համար։ Շնորհակալ ենք, որ այսօր նորից մեզ նոր օր ես պարգևել, Տեր, քո առաջ գալու, քեզ երկրպագելու համար, իմ Տեր ջան, որովհետև դու բնակվում ես քո երկրպագության ու փառաբանության մեջ, Տեր, եւ մեր աղոթքը իրականում որպես անուշաբույր խունկ բարձրանում է դեպի քեզ, իմ Աստված։ Փառք քեզ, Տեր, եւ շնորհակալ ենք, Տեր, որ քեզ խաչին պահեց ոչ թե մեխերը, Տեր, ոչ թե այդ գործիքները, Տեր, այլ մեր հանդեպ ունեցած մեծ սերը, իմ Աստված։ Շնորհակալ ենք, Տեր, իմ Աստված, որ խաչի վրա անգամ, Տեր, այդ ցավերի մեջ անգամ, Տեր, մեզ չուրացար։ Շնորհակալ ենք, որ այդ ժամանակ մեզ փրկություն պարգևեցիր, իմ Տեր ջան, որ քո սերը սփռեցիր մեր վրա, իմ Տեր։ Փառք ու պատիվ քեզ, Տեր, իմ Աստված։ Սիրելի եկեղեցի, արի մեր ձեռքերը պարզենք այս կարիքների վրա, աղոթենք ամեն մեկս, Տեր, բերենք քո սուրբ գահի առջև, իմ Հիսուս ջան, ամեն մեկի կարիքը, եւ ով էլ որ չի հասցրել, գրիր սիրելիս, ձեռքդ դիր սրտիդ ու հավատա, որ Աստված սրտեր քննող Աստված է, որ անկախ նրանից այստեղ գրված է, թե չէ միևնույնն է, Աստված գիտի քեզ, քո երազանքներն ու քո աղոթքները։ Տեր իմ Աստված, այստեղ գրված ամեն բանից դու տեղյակ ես, իմ Հիսուս։ Դու գիտես բոլորիս կարիքների մասին, իմ Աստված։ Խնդրում ենք, Տեր ջան, որ դու լցնես մեր կարիքները քո հարստության չափով, իմ Տեր։ Խնդրում ենք, որ դու ազատագրես ամեն մեկին, ով կարիք ունի, որ դու բժշկես ամեն մեկին, ով կարիք ունի, Տեր իմ Աստված, որ դու տաս օրհնություններ, թե ֆինանսական, թե կյանքի բոլոր բնագավառներում, ով ունի դրա կարիքը, իմ Տեր ջան, եւ մենք հավատում ենք, Տեր, որ դու լսող Աստված ես, իմ Աստված։ Մենք հավատում ենք, որ մենք այստեղից դեռ շատ ու շատ վկայություններ ենք ունենալու, որովհետեւ մենք արդեն ունենք այդ վկայությունները, որովհետև քո ժողովուրդը ամեն ժամանակ վկայում է քո արածները, Տեր իմ Աստված, քո անունի ու քո փառքի համար, իմ Հիսուս ջան, փառք, պատիվ ու գոհություն քեզ ամեն բանի համար, իմ Տեր ջան, ամեն։ Եկեք նստենք մեր հոր տան մեջ, սիրելիս, Աստված շատ օրհնի ամեն մեկիդ, փառք Աստծուն ամեն մեկիդ համար, որ այստեղ եք, որ ճեղքել եք, որ եկել եք այստեղ ձեր Տիրոջ խոսքը լսելու համար, ձեր Տիրոջից ստանալու համար, ամեն, փառք Աստծուն։ Եվ փառք Աստծուն, որ այսօր նորից պատիվ ունեմ ձեր առաջ կանգնելու ու Տիրոջ խոսքով ծառայելու, շնորհակալ եմ մեր հովիներին նորից ու նորից վստահելու համար, որ այսօր նորից կարող եմ կանգնել եւ մեր հրաշալի Աստծո խոսքերով կիսվել ամեն մեկիդ հետ։ Գիտեք, խոսքս պատրաստելից մի խոսք ընկավ աչքովս, մի նախադասություն, մեր հովի քարոզները գրում եմ ես տետրիս մեջ, ու այսպիսի մի նախադասություն տեսա, եթե Աստված քեզ ընտրել է, հաղթանակել է տալու։ Ամեն։ Համաձայն ես, որ եթե Քրիստոսը քեզ ընտրել է, նշանակում է դու հաղթանակ ունես։ Երբևէ կարդացել ես Աստվածաշնչում, որ Աստված ինչ-որ մեկի հետ լինի, բայց նա պարտվի, պարտություն ունենա։ Չկա, չէ՞, տենց հերոս, Աբրահամը, ով կար էլ, Աննան, Դավիթը, ով հնազանդվել է, անվերջ կարանք թվարկենք, ով հնազանդվել է Աստծո խոսքին, ով Աստծո մեջ է եղել, երբեք պարտություն չի ունեցել։ Ամեն, եւ մենք հավատում ենք, որ այսօր մենք նույնպես Աստծո մեջ ենք եւ մենք նույնպես հաղթանակ ունենք։ Ամեն, կարող ես շրջվել կողքինիդ ասել, որ նա Աստծո զորավորն է։ Ամեն։ Ամեն։ Ամեն, որովհետև Քրիստոսը մեզ ասեց, որ մենք հզորներ ու զորավորներ ենք։ Ամեն, ամեն։ Ու գիտես ինչի եմ ասում, որովհետև սատանան շատ ժամանակ մեզ ինչ է անում, մեր մտքերը թմրացնում է ու մեզ համոզում է, որ մենք չենք կարա։ Մեզ համոզում է, որ մենք մեզանից ոչինչ չենք ներկայացնում։ Եղել է, չէ, ամեն մեկիս հետ էլ հավատում եմ, որ եղել է այնպիսի մի շրջան, որ երբ որ նեղության մեջ ենք եղել, սատանան ասել է, այդ այնց էլ պիտի լիներ, բա գիտեիր ինչ էր։ Բայց ոչ սիրելիս, դու հակառակ կաց Աստծո խոսքով եւ սատանային իր տեղը ցույց տուր։ Ամեն, որովհետեւ մենք հզոր ենք եւ մենք հաղթանակ ունենք։ Որովհետեւ Աստծո որդուն նա ինչ արեց, փորձեց 40 օր։ Չէ՞։ Աստծո որդուն ինչ էր ասում էր խոնարհվի իմ առաջ,
որ ես քեզ տամ այս աշխարհի հարստությունը։ Ինչքան անամոթ է սատանան, որ չի հասկանում, որ այդ ամենը իրականում մեր Աստծուն է պատկանում, ոչ թե իրեն։ Ամեն։ Եկեք ամեն դեպքում եւ բոլոր պարագաներում չմոռանանք մեր Աստծո զորության մասին։ Ամեն։ Եվ եկեք բացենք միտեղ Երեմիա 2:13-ը։ Այսպես է գրված. որովհետև իմ ժողովուրդը երկու չարություն գործեց։ Ինձ կենաց ջրի աղբյուրին լքեց։ Իրենց համար ջրամբարներ փորեցին, կոտրած ջրամբարներ, որոնք չեն կարող ջուրը պահել։ Ինչ արեց Աստծո ժողովուրդը, Աստծուց հեռացավ, որ իր համար ջրամբար փորի, դուք պատկերացնում եք կենաց ջրի աղբյուրին թողած, Աստծո ժողովուրդը ծակ ջրամբարներ է փորում, որ այդտեղ ջուր լցնի։ Ջուրը գալիս է, ջուրը կա, բայց նրանք ինչ են անում, ջրամբարներ են փորում, որ այդ ջուրը տանեն լցնեն այնտեղ, այն էլ ծակ են, նորմալ ջրամբար չեն, որ ջուրը պահեն, ամեն, ու գիտես սիրելիս, մեր կյանքում էլ է այսպես լինում, երբ որ մենք մեր դժվար իրավիճակներում փոխանակ Աստծուն գանք, փոխանակ Աստծուն պատմենք մեր խնդիրները, մեր խնդիրները, մենք ինչ ենք անում, ասում ենք Տեր ջան, փառք ես, բայց դու այս հարցը չես կարող լուծես։ Կա տենց բան, եղել է, բոլորիս կյանքերում էլ եղել է, որ մենք ուզել ենք մեր ուժով պահենք, հա, մեր ուժով լուծենք մեր խնդիրները, բայց գիտես երբ է սկսվում Աստծո զորությունն ու Աստծո փառքը, երբ որ ավարտվում են մեր ուժերը։ Ամեն։ Աստված հենց այդ ժամանակ գալիս է, հայտնվում է մեր կյանքում եւ իր ամբողջ փառքը ցույց է տալիս։ Ամեն։ Եվ սիրելիս, արի չբարկացնենք մեր Աստծուն, որովհետեւ մեր Աստված ինչքան սիրող ու ներող հայր է, այդքան էլ բարկացկոտ Աստված է։ Որովհետեւ Աստված անverջ կարա համբերի։ Ամեն։ Աստված անverջ կարա ների։ Կարա նայի տեսնի դու ինչ ես անում, նորից ասի սխալվեց, ոչինչ էլի կներեմ, բայց գիտես սիրելիս, երբ լցվում է համբերության բաժակ, Աստված ասում է դուք ծոմ կպահեք, ես չեմ լսի։ Դուք աղոտ կբարձրացնեք դեպի ինձ, ես չեմ պատասխանի։ Շատ սարսափելի է դա պատկերացնել, թե ինչ կարա լինի այդ ժամանակ։ Այնպես որ արի մենք հնազանդվենք մեր Աստծուն, չբարկացնենք մեր Աստծուն ու ամեն ժամանակ մեր Աստծո խոսքով առաջ գնանք։ Ամեն, եւ գիտես սիրելի, սատանան երբ որ մեր մտքերում սկսում է կառավարել ինչ որ բաներ անել, մեր մտքերը թմրում են։ Մի ժամանակ կար տարիներ առաջ, երբ որ իմ աշխատանքն այդքան էլ իմ սրտով չէր, երբ որ ես այնքան էլ ուրախ չէի, հա, այն աշխատանքով, որ ունեի, ինչ որ անում էի եւ առհասարակ իմ կյանքը իմ դուրը չէր գալիս, հա։ Լինում է, չէ, պահ, երբ որ դու հասկանում ես, որ դու չես ուզում մնաս այդ իրավիճակում։ Սիրելի, սատանան փակում է մեր մտքերը ու վերջերս մեր քույրերից մեկի հետ խոսում էինք, պատմում էի այսպես լցված, վիրավորված, տանջված, հա, ինչեր կարան լինեն մարդու կյանքում ու ինքը ասեց, իսկ ինչի դու ուրիշ տեղ չես դիմել, որ ուրիշ տեղ աշխատես։ Գիտեք, ես չկարողացա իր այդ հարցին պատասխանել, որովհետև այդ ժամանակ իմ մտքով չէր անցել, որ կարելի է ուրիշ տեղ դիմել։ Որովհետև այդ ժամանակ սատանան փակում է մտքերդ ու ասում է դու ուրիշ ոչինչ չես կարող անես բացի դա։ Բայց իրականում մեր Աստված մեզ ասում է, որ մենք հզորներ ու զորավորներ ենք ու որ նրա միջոցով ամեն բան հնարավոր է։ Ամեն։ Փառք մեր Աստծուն։ Ու գիտես սիրելիս, եթե Աստված քեզ ասում է, որ դու կարող ես, ուրեմն դու կարող ես։ Պետք չի դա քննարկել, պետք չի գցել բռնել, հա, ասենց ասեմ։ Եթե Աստված ասում է, որ դու կարող ես, նշանակում Աստված քեզ ավելի լավ է ճանաչում, քան դու ինքդ քեզ։ Ամեն։ Ու արի մենք մեր կենաց ջրի աղբյուրին չթողնենք, հա, ու մեր համար ծակ ջրամբարներ չփորենք սիրելիս, որովհետև գիտես շատ ժամանակ կեղծը ավելի սիրուն է լինում, քան բնօրինակը, հա, քան օրիգինալը։ Կեղծը ավելի փայլուն է, ավելի սիրուն է, ավելի կանաչ է, հա, ոնց որ Աբրահամի ու Ղովտի ժամանակ էր, երբ որ իրանք պիտի բաժանվեին, Ղովտը նայեց կանաչ սիրուն փարթամ դաշտերին ու գնաց դրա վրա մտածելով, որ իր կյանքը հավիտյանս հավիտենից օրնված է լինելու։ Իսկ Աբրահամը ուր գնաց։ Աբրահամը գնաց չոր մի անապատ տեղ, ուր եթե մարդկային աչքերով նայենք, ոչ մի բան էլ չէր կարող անել։ Բայց ինչ եղավ վերջում, Աբրահամը ստացավ ինչը, խոստմունքը։ Ամեն, Աբրահամը եղավ Աստծո որդի եւ առ այսօր մենք ամեն մի օրինակի մեջ մենք Աբրահամի անունն ենք տալիս ու մենք վկայում ենք, թե ինչքան օրնված մարդ է եղել Աբրահամը։ Ամեն։ Եկեք մի համարել բացենք Կողոսացիս 3:23-ից 25-ը։ Այսպես է ասում. ինչ էլ որ անեք, սրտանց արեք, ինչպես կանեիք Տիրոջ եւ ոչ թե մարդկանց համար։ Կարևոր է, չէ՞, մի բան անելուց առաջ անել սրտանց։ Հա? Անկամ եթե քրոջդ եղբորդ համար նվեր ես պատրաստել,
Եթե ինչ-որ բան ես ուզում անես, արա սրտանց, որովհետև եթե տրտունջով անես, դիմացինը տելա դա նկատելու, որ դու չուզենալու ես անում։ Հաջորդում ասում է իմանալով, որ Տիրոջից ժառանգության հատուցումը կստանաք, որովհետև Տիրոջը Քրիստոսին եք ծառայում։ Բայց անիրավը հատուցում կստանա իր արած անիրավության համար, ոչ մեկի համար աչառություն չկա։ Ամեն։ Սիրելիս, արի ծառայելիս մենք անենք գոհությունով։ Արի Աստծուն ինչ-որ բան նվիրաբերելիս անենք դա գոհությունով։ Արի մեր Քրոջ համար մի բաժակ ջուր բերելուց անենք դա գոհությունով, որովհետև մեր Աստված սրտեր քննող Աստված է, ու մեր Աստված տեսնում է ամեն ինչ։ Որովհետև գիտես, եթե խաչի վրա ինքը չտրտնջաց, այդ ցավերի մեջ, այդ գիտես, երեք չի ուզում, բայց վկա եմ։ Երեք ծառայության գալուց առաջ գլուխս տենց եմ խփել, որ սենց միջև չգիտեմ ժամը քանիսը ցավում էր։ Բայց փառք Աստծուն, եկա ծառայեցի, ասում եմ Տեր ջան, խաչի վրա դու ուղղակի հարված չէր է դա։ Դա իսկական տանջանք էր, որ Քրիստոսը մեր համար կրեց, ու չտրտնջաց, չասեց ինձ պետք էին բա սրանք։ Աստված արեց դա սիրով եւ Աստծուն խաչի վրա պահեց մեծ սերը մեր հանդեպ ունեցած։ Ամեն։ Ամեն, փառք Աստծուն։ Ու գիտես, Աստված ոչ թե քեզ ասում է ինձ տուր քո վերջինը, ինձ զոհաբերի քո վերջինը, այլ Աստված ասում է տուր ինձ ուրախությունով այն ինչ որ պատրաստել ես իմ համար։ Ամեն։ Այնպես որ եթե դու ինչ որ բան ես պատրաստել, ինչ որ բան ես ուզում անես, նվիրաբերես, զոհաբերես Աստծուն, արա դա սիրով եւ արա դա գոհությունով, որովհետեւ Աստված տեսնում է։ Եվ սիրելիս մի բան եմ ուզում ավելացնեմ, որ Աստված, մեր Աստված շատ սիրում է խոնարհությունը։ Ամեն։ Արի մեր կյանքի ոչ մի փուլում Աստծուց երես չդարձնենք ու չհպարտանանք, որովհետև հպարտությունը Աստծո աչքի առաջին մեղք է։ Գիտես ինչի, որովհետև մենք չգիտենք իրականում Սատանան մեզ որտեղ կփորձի, հա, որովհետև մենք չգիտենք թե մեր կյանքի որ փուլում Սատանան մեզ իր մատների վրա կխաղացնի ու մենք արդյոք երես չենք դարձնի մեր Աստծուց։ Ամեն, արի, եթե դու այսօր ունես այն ինչի համար, որ տարիներ շարունակ աղոթել ես, եթե դու այսօր ունես այն կյանքը, որի համար դու երազել ու աղոթել ես, հասկանանք, հա, ես էլ ձեր հետ, բոլորս իրար հետ, որ դա մեր Աստծո շնորհքն է միայն։ Ամեն, եւ եթե իրականում Քրիստոսը չորնի, մենք ինքներս ոչ մի բանի մեր ուժերով չենք կարող հասնել։ Ամեն, Աստված օրհնի ամեն մեկիդ ձեռքի զոհը, Աստված օրհնի ամեն մեկիդ կյանքը։ Ամեն։
ալուցի բեմբայում Կասկած յացի վերմայում Կասկած իմատիվ ելիք դա ոնց բևաց տեսյոն Քո անունը Տեր Քո անուն է մեծարում Ով Տեր քեզ եմ ես վերքում Ով Տեր քո մեծ անվան համար պատվում ենք Քո անուն է մեծարում Ով Տեր քեզ եմ ես երգում Ով Տեր քո մեծ անվան համար պատվում ենք Հալելույա Տեր փառավոր Հիսուս Իրականում քո ժողովուրդը քո եկեղեցին քո անունն է մեծարում այսօր Մենք խոնարհվում ենք քո առաջ փառավոր Տեր ասում ենք քեզ գոհություն, փառք եւ շնորհակալություն ամեն բանի համար, ամեն ինչի համար Տեր իմ Աստված Որովհետեւ Տեր ջան մենք հասկանում ենք որ դու մեր Աստվածն ես որ դու մեզ հայտնել ես մենք ծնվեցինք եկանք այս աշխարհ եւ մենք ճանաչեցինք քեզ որ դու ես մարմնով եկած Աստծո որդին եւ մենք խոնարհվում ենք քո առաջ քո մահի եւ քո հարության համար քո սուրբ արյան համար ասում ենք քեզ շնորհակալություն փառավոր Տեր շնորհակալություն որովհետեւ մենք գիտենք որ քո արյան մեջ այսօր կա զորություն որը կարող է սրբել մեզ եւ որպես մեր քահանայապետի փառավոր Հիսուս խնդրում ենք որ այսօր քո սուրբ արյունով սրսկես քո ժողովրդի վրա ամեն մեկի շնչի մարմնի եւ հոգու վրա եւ այսօր սրբիր մեզ նորից քո արյունով ամեն տեսակ մեղքերից չարիքներից Տեր ջան պահիր ու պաշտպանիր մեզ քո այրան զորությամբ Փառավոր Հիսուս խնդրում ենք սուրբ սիրտ ուղիղ հոգի նորոգի մեր մեջ այսօր որ մենք միշտ քեզ հավատանք սիրենք գոհությամբ քեզ ծառայենք Տեր մենք խնդրում ենք Տեր ջան Աստծո վախով լցրու քո եկեղեցին որ մենք լինենք Աստծով իմաստուն մարդիկ եւ հետևենք մեր անձերի սրբությանը, արդարությանը, ողորմածությանը, Տեր։ Օծիր մեր հոգու աչքերն ու ականջները, Տեր, որ մենք քեզանից տեսնենք եւ քեզանից լսենք, հասկանանք եւ հնազանդվենք քեզ, Տեր։ Եվ նաեւ քո խոսքը փոխանցենք նրանց, ում որ պիտի փոխանցենք։ Շնորհակալ ենք, Փառավոր Հիսուս։ Հալելույա։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ։ Տերը օրհնի ձեզ։ Գիտեք դուք ինչ օրհնյալ մարդիկ եք, որ Աստված ունեք։ Որոշ մարդիկ անգամ չեն պատկերացնում, բայց իրականում մենք շատ օրհնյալ մարդիկ ենք, որ ունենք կենդանի Աստված, որ ամեն ժամանակ մեզ հետ է։ Ես այսօր մի քանի օրինակներ կբերեմ ու կտեսնեք Աստված ում հետ է եւ այդ կյանքում այդ մարդու կյանքում ինչեր կարա լինի եւ Աստված ումից հեռացել է եւ այդ մարդու կյանքում ինչեր կարա լինի։ Եվ կյանքը չի վերջանալու միայն այս աշխարհով։ Ամեն։ Դու ծնվել ես այս աշխարհում, դու ստեղծվել ես այս աշխարհում, քո սկիզբը այս աշխարհից է, բայց քո վերջը այն աշխարհում է, ու այն աշխարհում վերջ չկա։ Այն աշխարհում հավիտենականություն է, թե հավիտենական կյանք, թե հավիտենական մահ։ Բայց այդ ամեն ինչը որոշվում է այս աշխարհից։ Դրա համար այս աշխարհում հետևենք Աստծո խոսքին եւ Աստված մեզ կպահի եւ այս աշխարհում եւ այն աշխարհում։ Եթե արժանի գտնվենք մտնենք երկինք։ Իսկ արժանի գտնվում են նրանք, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսի անունին եւ հավատքը պահում են մինչեւ վերջ։ Դրա համար իմ վերնագիրը այսօրվա պատգամի վերնագրել եմ այսպես. չհեռանաս հավատքից։ Չհեռանաս։ Թեև երբեմն այս աշխարհը այնպես է անում, որ մենք հեռանանք հավատքից։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ, նստեք Տիրոջ ներկայության մեջ, Տերը ձեզ շատ օրհնի, սիրելիներս։
Կարևոր մի թեմա է սա, չհեռանաս հավատքից, որովհետև մենք հասկանում ենք, ես ինքս որպես հովիվ 27 տարվա հոգևոր, ես տեսնում եմ, ապրում եմ, հասկանում եմ այս աշխարհում, որ այս աշխարհը իրոք մահվան ստվերի երկիրն է, որ այս աշխարհը ամեն ինչ անում է, որ մարդուց գողանա հավատքը, որ մարդ հավատքի մեջ չմնա, որովհետև տրամաբանորեն, երբ որ մարդ նայում է այս աշխարհին եւ նայում է Աստվածաշնչին, շատ բաներ անհասկանալի է, ամբարիշտների հաջողությունը, ամեն, տեսնում ես ինչ է կատարվում, նայում ես քո կյանքը, քո աշխատանքը, քո առօրյան, քո ընտանիքը, երբեմն բաներ ես տեսնում, որ չի համապատասխանում քո հավատքին, քո աղոթքներին, եւ ինչ-որ մեկը կա, որ ներսից խոսում է, ու միշտ հարց է տա, բա ուր է Աստված, բա ինչի Աստված թույլ տվեց, բա ինչի սա քեզ հետ կատարվեց, Աստված ինչա չի կարող սա սենց անել, կամ չի կարող է այնպես անել, որ այս սա չլիներ, 1000 ու մի տեսակի հարցեր, որպեսզի քո հավատքը կոտրվի, բա ոնց է, դու հավատում ես ասում, քո կյանքում էսպես է, նա չի հավատում հարևանդ ասուն, նրա կյանքում տես ինչ լավ է։ Եվ նման տարբեր հարցեր եւ երբեմն մենք ապրելով ապրում ենք, տեսնում ենք անարդարություն, անօրենություն, տեսնում ենք անօրենների հաջողություն եւ ինքներս սկսում ենք հիասթափվել։ Եվ ինչ որ միտք մեզ ներսից նորից խոսում է։ Բայց եթե Աստված կա, բա ինչի է այսպես։ Գիտեք, շատ հարցերի պատասխան մարդիկ չունեն, որովհետև Աստված եթե չի տալի պատասխանը, մենք չունենք, չգիտենք։ Ամեն։ Ու պետք չի ինչ-որ բաներ հորինել, մտածել, ընդամենը եթե Աստված տալիս է պատասխան ունես, չէ, չունես, բայց դու պետք է հետևես Աստծուն։ Իսկ Աստծուն հետևում են հավատքով։ Առանց հավատք հնարավոր չի Աստծուն հետևել։ Հավատքը քեզ մոտեցնում է Աստծուն, անհավատությունը քեզ հեռացնում է Աստծուց, մոտեցնում է սատանային, այս աշխարհի իշխանին, ոնց բոլոր անհավատ մարդիկ, ամեն, և առաջի Տիմոթեոս 4 գլուխ, առաջի խոսքից, և հոգին հայտնապես ասում է, թե հետին ժամանակներում ոմանք հավատքից կհեռանան, և մտիկ կտան մոլար ոգիների, դևերի վարդապետությունների, այսինքն դևերի ուսմունքների, դևերի քարոզների, և ստախոսների կեղծավորությամբ, որոնց խշմտանքը տաղված է։ Ես նոր հիշեցի մի պատմություն, դևերի ուսմունքները որն են։ Ուրեմն հիշում եմ մի եկեղեցի, եթե կարելի է կոչել եկեղեցի, որը շատ արագ աճում է, շատ մեծ է, եւ այդ եկեղեցու եւ հովի կինը, ես անձամբ լսեցի այդ մասը, որ քարոզումը ասում է, երբ որ դու ինչ որ մեկի հետ սեռական հարաբերության մեջ ես մտնում, չսիրելով այդ մեկին, դա չի նշանակում շնություն։ Բայց եթե դու ունես ամուսին կամ կին և սիրելով ինչ-որ ուրիշի սեռական հարաբերության մեջ ես, դա նշանակում է շնություն։ Սա դիվային ուսմունք է, հասկացաք, այսինքն եւ այդ եկեղեցին շատ մեծ է, շատ արագ է աճում, անձամբ ես լսեցի, որ ասվում է այդ խոսքերը, եթե չսիրես շնություն չի, եթե սիրես շնություն է, օրինակի համար դա, այդ օրինակը հենց նոր հիշեցի ուղղակի, դա դիվային վարդապետություն է եւ դիվային ուսմունքներ։ Ուրեմն Աստվածաշունչը ասում է, որ վերջին ժամանակներում շատերը հավատքից պիտի հեռանան։ Որովհետեւ իրանց ձեռ չի տալու հավատքի խոսքերը։ Եվ այսօր մենք տեսնում ենք աշխարհը ինչ գայթակղություն է դրել մարդկանց առաջ։ Եվ դևերը մտքերի մեջ խոսում են, այն ինչ որ նոր ասում են մտքի մեջ ինչ որ մեկը խոսում է, դա հիմնականում սատանան է, մտքի մեջ խոսում, ինչ որ առաջարկներ անում։ Եթե դու Աստծու հետ կապ ունենաս եւ Աստծուն պաշտես, Աստված էլ է մտքի մեջ խոսում։ Ամեն, փառք Հիսուսին։
Մեր մեջ կա երկու օրենք, ամեն մարդու մեջ գոյություն ունի երկու օրենք. Մեղքի մահվան օրենք եւ կյանքի եւ հոգու օրենք։ Ամեն։ Նայած դու կամ հին մարդ, կամ նոր մարդ։ Նայած դու որին ես ընթացք տալի եւ որն է քո մեջ բարձրանում եւ ում ձայնն ես լսում։ Ես երեք վկայեցի նորից, հիշում եմ իմ ապաշխարության առաջի օրերը, երբ որ իմ մեջ երկու հոգի կռիվ էին անում։ Լավ հիշում եմ այդ օրը, երբ որ մի հոգին ինձ ասում էր, «Ջահել տղա ես, այդ ժամանակ 28 տարեկան էի։ Ինչ պետքա քեզ հավատքը, ինչ պետքա դու եկեղեցու մեջ ապրես, ինչի պետքա ապրես, կյանքը մի անգամ է տրված, դուրս արի, դե սովորեցնում էին, կյանքդ ապրի, ինչ ուզում ես արա, մարդ ամեն ինչ պիտի փորձի, ամեն ինչով պիտի անցնի, մի անգամ ես, դա դիվային ուսմունք է։ Եվ մյուս հոգին հիշում եմ, իմ ներսում ասում էր, չանես այդ բանը, դուրս չգաս հավատքից։ Այն մի հոգին համոզում էր, դուրս արի, հեռացի հավատքից։ Այս մի հոգին ասում էր, չհեռանաս հավատքից, որովհետև դժոխքում կհայտնվես։ Այս մի հոգին ասում էր, ոչ, մայրդ հոգևորա, կինդ գնում է եկեղեցի, երբ որ զգան վերջն է, Հիսուսը գալիս է, քեզ կասեն դու կգնաս նորից եկեղեցի։ Այս մի հոգին ասում է, իսկ եթե մայրդ կամ կինդ չիմանա երբ է գալի Քրիստոսը եւ չհասցնես, ո՞նց է լինելու քո կյանքը։ Այսինքն ես պատկերացրեք կանգնած լսում եմ երկու հոգու առաջարկ, բայց ես ընդունեցի Քրիստոսի հոգու առաջարկը, Սուրբ հոգու առաջարկը։ Սուրբ հոգու առաջարկը միշտ տանում է Աստծո խոսքին, Աստծո կամքին։ Իսկ դիվային ոգու առաջարկը, աշխարհի հոգու առաջարկը տանում է քեզ հակառակ Աստծո խոսքին։ Դեպի մեղքերը։ Ինչ են մեղքերը։ Նորից կրկնեմ սահմանումը։ Մեղքը դա միտք է կամ գործողություն, որը հակառակ է Աստծո խոսքին։ Դա կոչվում է մեղք։ Նորից կրկնեմ, մեղքը դա միտք է կամ գործողություն, որը հակառակված է Աստծո խոսքին։ Դրա համար դու պետք է հասկանաս, եթե քո մտքի մեջ առաջարկները հակառակ են Աստծո խոսքին, դա սատանան է։ Եթե քո մտքի մեջ խոսքերը, մտքեր, առաջարկները համապատասխանում է Աստծո խոսքին, դա Սուրբ Հոգին է։ Հենց այսպես դու կարող ես զանազանես ով է քեզ հետ խոսողը։ Ուրեմն մթնոլորտը հագեցված է անհավատությամբ, սիրելիներս։ Դրա համար Սուրբ Հոգին հայտնապես ասում է վերջի ժամանակներում ոմանք հավատքից պիտի հեռանան։ Նայ այդ ոմանցից դու չլնես մեկը։ Եվ հետևեն դևերի վարդապետության։ Ինչ որ նոր մի քանի բան ասեցի, եւ նմանապես շատ բաներ, որը հակառակ է Աստծո խոսքին։ Ամեն։ Որոնք ստախոս են, կեղծավոր են, որոնց խիղճը վառված է։ Երկրորդ Տիմոթեոս 4-րդ գլուխ 3-ից 5 խոսքերը։ Որովհետև ժամանակ կգա եւ հիմա է, որ ողջամիտ վարդապետությանը չեն համբերի։ Ողջամիտ ուսմունքներին, քարոզներին մարդկանց դուր չի գա։ Մարդիկ կասեն, ես որ դառնա, ես ինչ են խոսում։ Բոլորը դուրսը բաց, շորերով, ազատ, հանգիստ, ման են գալի, այդ ոնց եղա, որ մենք պետքա մեզ հետևենք։ Ով ինչ ուզում անում է, ով ինչ ուզում խոսում է։ Այդ ոնց եղա, որ ես պետքա իմ լեզվին հետևեմ, իմ կյանքին, իմ հակ ու կապին։ Ով հավեսս փախել է, ես ինչ են խոսում, հավես չկա արդեն։ Որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությանը չեն համբերի, այլ իրենց հատուկ ցանկությունների համեմատ վարդապետներ կդիզեն իրենց վրա իրենց լսելիքների մարմաջելու պես։ Եվ իրենց լսելիքները ճշմարտությունից ետ կդարձնեն եւ առասպելների ետևից կգնան։ Բայց դու արթուն կաց, ամեն բանի մեջ նեղություններ կրելով։ Ավետարանչի գործը գործի, քո պաշտոնը կատարի։ Ամեն։ Այսինքն վերջի ժամանակներում էսպես է լինում, բայց դու հետևի Աստծո խոսքին։ Գիտեք, հենց հիմա հոգին ինձ հիշեցրեց իմ կյանքից մի դեպք, երբ որ սկսել էի, երբ որ ապաշխարում էի, նոր էի գալի եկեղեցի, դեռ թույլ էի։ Ով ինչ ասում էր, հոգևորապես թույլ էի։ Ով ինչ ասում էր, հավատում էի։ Մի ընկեր ունեի, որը հիմա չկա։ Մահացել է։ Հոգևոր էր, բայց դևերի վարդապետության մեջ էր։ Գալիս էր ինձ տանում էր մեր տուն եւ
միշտ մեր տանն էր լինում եւ ինձ բացատրում էր ավետարան, բայց ամբողջությամբ գիտեք իրա եւ խոսալու տոնը եւ ձևը չար էր, հակառակություն կար մեջը։ Հակառակություն դեպի այն եկեղեցին, որ ես գնում էի այդ ժամանակ։ Վարքաբեկում էր ծառայողներին, նվաստացնում էր եւ ինձ ասում էր, որ դու սխալ եկեղեցի ես գնում։ Արի քեզ տանեմ ճիշտ եկեղեցի, տես ոնց են մեռելները հարություն առնում։ Տես ինչեր ա կատարում։ Գայթակղեցնում էր։ Գիտես, դու երբեմն պետքա նաև հասկանաս ում հետ գործ ունես։ Ես այս ժամանակ չէի հասկանում, բայց հոգիս նեղվում էր։ Այդ տղան երբ որ գալիս էր մեր տուն, հոգիս նեղվում էր։ Չգիտեմ ինչի չէի ուզում լսեի։ Թեև իմ հետ շատ լավ էր, մոտիկ էր, ընկեր էր, ինձ դասընկեր էր։ Ես մի օր աղոթեցի, հոգիս նեղվում էր, չէի հասկանում, ասեցի Տեր, խնդրում եմ ով է այս տղան, ինձ բացահայտի, ասա ով է այս տղան, ինչի է գալի մեր տուն ու միշտ ինձ ուզում շեղի իմ եկեղեցուց։ Եվ մի օր Աստված շատ կարճ, 2-3 օրում երևի, ցույց տվեց մի երազ, որ ես երազիս մեջ, ձեռքիս մեջ մի հատ գորտ եմ բռնե, գորտ։ Դևերը Սուտ Մարգարեի բերանից հիշում ես, ոնց դուրս եկան։ Մի հատ գորտ եմ բռնե ու հետը խոսում եմ, ու նայում եմ այդ գորտի դեմքը, այդ տղայի դեմքն է։ Դրանից է պարզ բան, ես կարդացել եմ գիրքը, որ գորտերի պես դևերը դուրս եկան Սուրբ Մարգարեի հակաքրիստոսի բերանից, հիշում եք հայտնության գրքում։ Եվ ես հասկացա, որ այդ տղան դևերից է, դևերի վարդապետություն է բերում իմ տանը, եւ նա եկավ նորից մեր տուն նստելու, զրուցելու, սուրճ ենք խմում, նորից հոգիս զգում եմ տագնապում է, չեմ կարողանում ընդունել։ Եվ ես իրան ասեցի, լսի, դու իմ դասընկերն ես, ընկեր ես, երկար տարիներ ընկեր ենք եղել, բայց սրանից հետո էլ իմ տուն չգաս։ Ոնց, ինչու։ Ասեցի, որովհետև դու սատանայից ես։ Ես էլ ունեմ այդ բնավորությունը ուղիղ խոսելու, չէ։ Մարդկա կարող է մի քիչ սենց ծռի, հերվից գա, սենց ասեցի դու սատանայից ես։ Ինչ գիտես։ Ասես երկորը ես խնդրել էի Տիրոջից, Տերը ցույց տվեց, որ դու գորտի մարմնով ես, բայց դեմքը քոնն էր։ Ես հասկացա, որ դու դևերից ես։ Էլ չգաս։ Այդ տղան չեկավ։ Երկար տարիներ անցավ, ես գնացի Մոսկվա, հետ եկա, ոչ մի հաջողություն չեղավ այդ տղայի կյանքում, իր հավատքի կյանքում, թեև այցելում էր քաղաքում ինչ-որ տեղ։ Եվ այդպես հիվանդ, չեմ ասի օրհնված, որտեղ օրհնություն չտեսա այս իր կյանքում։ Ամբողջ կյանքը միան տառապանք, տանջանք ու մահացավ, մի քանի տարի առաջ մահացավ հիվանդությունից։ Հասկանում ես, ուր կարող է տանել մարդուն իր հավատքը, իր ուսմունքը, բայց Տերը ինձ փրկեց, ազատեց։ Ես պարզ տեսնում եի ինչպես են սատանայի ոգիները գործում մարդկանց միջոցով։ Եվ հենց այս խոսքն է կատարվում։ Բայց ես սիրում եի Հիսուսին, փնտրում եի Տիրոջը, ու Աստված տեսավ, որ մենք փնտրում ենք Տիրոջը, եւ մեզ տեսիլք տվեց եւ ասեց, որ պետք է լինեք Մոսկվա քաղաքում այն ժամանակ եւ սովորեք Աստվածաշնչյան դպրոց։ Ու մենք այդպես էլ արեցինք 5 տարի եղել ենք այնտեղ, փառք մեր Հիսուսին դրա համար։ Եվ շատ ուրախ եմ։ Շատ ուրախ եմ, գիտեք ինչի համար, որովհետեւ առաջի տարին երբ որ ապաշխարեցի, ես ասի Տեր, ես չեմ կարող սենց ապրեմ։ Այսքան ոնց կարող եմ ես այսպես ապրել։ Ես խնդրում եմ կամ շուտ արի, կամ մի բան արա ինձ տար։ Մեկ էլ այդ առաջի տարին, երբ որ անցավ, մենք գնացինք Աստվածաշնչյան դպրոց եւ այնտեղ նոր ընկերներ ունեցանք, նոր մարդիկ եւ Աստված մեզնեն ճանապարհներով անցկացրեց, որ մեր կյանքը ավելի օրհնվեց։ Թե մենք ունեինք 5 ընկեր, հիմա ունեցանք 50 ընկեր։ Կարդացել եք այն մասը, ասում է չկա մեկը, որ թողի մի բան եւ հարապատիկը չստանա։ Այդ հարապատիկը մենք ստացանք, օրհնվեցինք, փառք Հիսուսին եւ մինչեւ այսօր։ Նենց որ հավատքի կյանքը շատ հաճելի կյանք է, երբ որ դու իրական հավատացյալ ես։ Երբ որ դու սիրով լցված ես, դու երջանիկ ես։ Բայց եթե սեր չկա, դու երջանիկ չես։ Իսկ ինչա պետք մարդուն։ Մարդուն պետք է ուրախ լինել, երջանիկ լինել։ Իսկ Սուրբ Հոգին դրա համար է եկել, որ մեզ երջանկացնի, ուրախ լինենք, խաղաղ լինենք։ Ամեն։ Ամեն, փառք Հիսուսին։ Եբրայեցիս 10-րդ գլուխ
Եբրայեցիս 10-րդ գլուխ 38 եւ 39 խոսքերը։ Բայց արդարը հավատքից կապրի։ Արդարը հավատքից չպիտի հեռանա։ Ինչ որ բան են չի, մարդ հավատքից հեռանում է։ Այս քույրիկը ստախոս է, այն եղբայրը ստախոս է, կամ էսի սենց ասեց, այնի նենց արեց, թողում հեռանում են եկեղեցուց։ Բայց Աստված ինչ մեղավոր է, որ այդ մարդիկ այտենց են։ Եվ մարդիկ ընդհանրապես ամեն մեկը մի խնդիր ունի։ Եթե մեկով պրծնենք լավ է։ Բայց դու քո ասուն հետևի։ Մարդը կատարյալ չի։ Ամեն։ Ինձ էլ կյանքում եղել են շատ դեպքեր, որ խաբել են, անօրեն վիճակ, անօրենություններ են արել, հենց հավատացյալները։ Եղել են դեպքեր, շատ բաներ։ Հետո ես մտածել եմ, լավ, ես եկեղեցուց հեռանամ։ Աստված ինչով է մեղավոր, ես Աստծուց հեռանամ, հավատքից հեռանամ։ Հայտ մարդն է տենց, իրա պատճառով ես հեռացա հետո։ Ես վերջերս լսեցի ինչ-որ մի ջահել աղջիկ իրան սպանել է մի տղայի պատճառով։ Գցել էր մոստից, ոնց որ կամուրջից մահացել էր։ Հայմ այդ տղան իր կյանքը հանգիստ ապրում է, վայելում է, սիրահարվել է մեկի վրա։ Ասենք դու քո կյանքին վերջ տվեցիր հետո, այդ տղային վատություն արեցիր։ Նույնպես ասենք ես հավատքից հեռանամ, Աստծուց հեռանամ հետո։ Ես ում վատություն արեցի ինձ, ոչ թե տվյալ մարդուն։ Բայց արդարը հավատքից կապրի, հավատքով պիտի ապրի արդարը։ Եվ եթե մեկը ետ քաշվի, իմ անձը նրան չի հավանի։ Իսկ մենք ետ քաշվողներից չենք, որ կորչենք, այլ հավատքից ենք, որ մեր հոգիները փրկվեն։ Ամեն։ Շատերին միտ գալի հետ քաշվի։ Գիտեք ինչ է հավատքից հետ քաշվելը։ Սառել եկեղեցու նկատմամբ, սառել Աստծո խոսքի նկատմամբ, սառել աղոթքների նկատմամբ, սառել Աստծո գործերի նկատմամբ եւ ընդհանրապես։ Հավատքից հետ քաշվել նշանակում է Աստծուց հեռանալ։ Իսկ եթե հեռանում ես Աստծուց, մոտենում ես սատանային։ Ես մի հատ էլ կրկնեմ, եթե հեռանում ես Աստծուց, դու մոտենում ես սատանային։ Արդեն դռներդ բաց է սատանայի առաջ։ Եվ անգամ քո տան մեջ ապրելով սատանան արդեն քո կողքերը ման է գալի։ Ունեց որ հեռանալ հավատքից դա քեզ ձեռ չի տալի։ Արդարը հավատքից պետք է ապրի, որպեսզի ապրի։ Իսկ ինչ էր հավատքը։ Եբրայեցիս 11-րդ գլուխ, ես ուզում եմ խոսեմ ինչ էր հավատքը։ Օրինակ կուզենայի լսեի, ինչ էր հավատքը, ով կասի։ Ոնց։ Վստահություն, համոզվածություն, ճիշտ է։ Ռուսերեն ասում է «Вера же есть осуществление ожидаемого, осуществление ожидаемого, ինչին որ սպասում ես, կատարվում է, հայերենում գրված է հավատքը, հավատքն էլ հուսացած բաների հաստատությունն է, այսինքն ինչի վրա հույս ես դրել, դա հաստատվում է, կատարվում է, դա հավատքն է, եւ չերևացած բաների ապացույցն է, որ նրանք չեն երևում, բայց իրական են, ապացուցված են, որ իրական են։ Ամեն։ Вера же есть осуществление ожидаемого и уверенность ոնց է հայերեն, վստահություն в невидимом, անտեսանելու վրա վստահություն։ Երբ որ դու անտեսանելի ասուն վստահում ես, դա կոչվում է հավատք։ Դրա համար են վերնագրել չհեռանաս հավատքից։ Այսինքն եթե հեռացար հավատքից դու չես վստահում այլևս ասուն եւ արդեն մոտենում ես սատանային եւ սատանան մոտենում է քեզ։ Խոսքն էլ ասում, չէ, ասում մոտեցեք ասուն եւ Աստված կմոտենա ձեզ։ Այսինքն եթե հեռացաք Աստծուց, Աստված կհեռանա ձեզանից։ Բնականաբար սատանան կմոտենա ձեզ։ 6-րդ խոսքն եմ կարդում նույն գլխի, բայց առանց հավատքի անկարելի է հաճո լինել Տիրոջը։ Առանց հավատքի կամ առանց ասուն վստահելու անհնար է, հնարավոր չէ։
Ռուսերեն ասած վարիանտ չկա, որ դու Աստծուն հաճելի լինես։ Առանց հավատքի, առանց վստահության հնարավոր չէ, որ դու Աստծուն հաճելի լինես, ինչքան էլ սիրունանաս, ինչքան էլ քսվես ու դզվես, լավ հագնվես, խելացի կրթված լինես, դու Աստծուն հաճելի չես առանց հավատքի։ Որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե նա կա եւ թե իրեն խնդրողներին վարձահատույց կլինի։ Երբ որ դու աղոթում ես, պետք է հավատաս, պետք է պատկերացնես, որ Տերը կա եւ նա քեզ պատասխանելու է։ Օրինակ, այնքան բաներ կա, որ ես աղոթում եմ եւ տեսնում եմ կատարվում է։ Բայց մի միտք նորից գալիս, ասում է չաղոթեիր էլ դա պիտի կատարվեր։ Դա սատանան է, որ Աստծո փառքը գողանա։ Չաղոթեիր էլ պիտի կատարվեր։ Ոչ, եթե չես աղոթում, չէր կատարվում։ Բայց քայլ առ քայլ տեսնում ենք, որ ինչ որ խնդրում ենք, այդպես կատարվում է, մեր ուզածի պես։ Ամեն։ Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե նա կա եւ թե իրեն խնդրողներին վարձահատույց կլինի։ Հիմա նայենք հավատքի մարդկանց կյանքը, հավատքով Նոյը պատգամ առնելով դեռ չերևացած բաների համար եւ երկյուղած լինելով շինեց տապանը իր տան փրկության համար։ Այսինքն քո հավատքը, ինչ որ Տերը դրել է քո մեջ, եթե պահես, քո տունը կփրկվի։ Կհավատաս դու Հիսուս Քրիստոսին, կփրկվես դու եւ քո տունը։ Որով աշխարհքից դատապարտեց եւ ժառանգ եղավ հավատքով լինող արդարությանը։ Պատկերացրեք Նոյը, Աստված ասեց, որ Նոյ, դու պետքա լինես հավատացյալ եւ դու պետքա սարքես տապանը, չափսերը տվեց, ձևը եւ այլը։ Եվ Նոյը 100 տարի կառուցեց տապանը։ Պատկերացրեք, որ Նոյը 50 տարի հետո հոգնում է, ուզում է հեռանալ հավատքից, ու նրան sense մտքեր է գալի։ Ուֆ, հավեսս փախավ արդեն, հոգնել եմ, նայում եմ, այս աշխարհը սիրուն տներ է սարքում, կարգին տեղեր են հանգստանում, կարգին բիզնեսներ են դնում, կարգին մեքենաներ են քշում, ես ընկել եմ ինչ որտեղ դրե փայտ եմ կտրում, նավ եմ սարքում։ 50 տարի, այս ինչ բան, այսի կյանք է, մտքեր է գալի։ Մի անգամ ես ապրում, այն Նոյ ջան, կարգին մտածի ապրի, լտես ով կա տենց քոպես նավ սարքող, ոչ ոք։ Միայն դու ես, հավես չկա էլ, ես ուզում եմ աշխարհիկների պես աշխարհիկ ձևերով ապրեմ։ Ու Նոյը այդ ժամանակ կհեռանար, չէ՞ հավատքից։ Ու ջրհեղեղը սենց թենենց լինելու էր։ Նոյի տունը կործանելու էր ամբողջությամբ։ Բայց մենք տեսնում ենք Նոյը դիմացավ 100 տարի, կառուցեց, արեց այն գործը, ինչ որ Տերը ասել էր, եկավ այդ օրը, փրկվեց Նոյը եւ իր ընտանիքը։ Շատերը այն ժամանակ Նոյի վրա ծիծաղում էին, ձեռ էին առնում, ասում են սրան տարել է։ Ամեն մեկին մի ձև տանում է, Նոյն էր սենց է տարել։ Մարդու մտքով անցել է, որ մի բան տիլնի դրեն նավա սարքում ցամաքի վրա։ Ու ծիծաղում անցնում էին։ Բայց եկավ օրը, կատարվեց հայկական խոսքը։ Ծիծաղում են նա, ով վերջում է ծիծաղում։ Այդ ժամանակ Նոյը ծիծաղեց։ Իսկ բոլորը մահացան։ Ով հասկանում։ Նոյը եթե հեռանար հավատքից, ինչ կլներ։ Եթե հեռանար հավատքից, չես շինի տապանը։ Եթե դու այսօր հեռանաս հավատքից, դու չես լինի Աստծո տան մեջ։ Գալու է կրակի օրը, այն ժամանակ ջրհեղեղի օրն էր։ Հիմա կրակին է սպասում այս երկիրը։ Գալու է կրակի օրը, այդ ժամանակ նոր կհիշես ասում, բայց ուշ կլինի։ Հավատքով Աբրահամը, հաջորդ հավատքի հերոսը, հավատքով Աբրահամը, երբ որ կանչվեց, հնազանդ եղավ, դուրս գնալու այնտեղ, որ ժառանգության համար ստանալու էր։ Եվ դուրս եկավ գնաց առանց գիտենալու, թե ուր է գնում։ 75 տարեկանում Տերը կանչեց, Աբրահամը ասեց այո։ Դուրս եկավ գնաց Տիրոջ ետևից։ Ու 100 տարի գնում էր, ու չգիտեր ուր էր գնում։ Անապատների մեջ մեզ Տերը օրհնել է, որ մենք եղել ենք հենց Աբրահամի անապատի մեջ, Իսրայելում։ Տեսել ենք այդ վայրերը, որտեղ Աբրահամը ապրել է եւ քայլել է 100 տարի։ Հավատացեք, մի հատ
ցանկություն չկա տեղ ապրելու, վրանների մեջ, ավազ, փուշ եւ տատասկ։ Աբրահամը 100 տարի այտենց ապրել է ասուն հետևելով։ Իսկ մարդիկ կան ասում են, մի անգամ ենք ծնվել, Տեր ջան, ինչի պիտի Լաս Վեգասում չապրենք, ինչի պիտի Մայամիում չլինենք, լողանանք, վայելենք կյանքը, Տեր ջան, ինչ անապատ, են էլ 100 տարի, լավ գոնե մի տարի։ Ու մարդիկ հավատքից շեղվում են, չէ՞։ Հիշում եմ մի 20 տարի առաջ հայեր ասում են, այ մարդ ասում են, մի անգամ ենք ծնվում իտո Հայաստանում, հա։ Իտո Հայաստանում, գոնե ուրիշ երկրում ծնվենք, նորմալ ապրենք։ Բայց Փառք Հիսուսին այսօր մեր Հայաստանը այնպես է զարգանում, որ մենք իրոք ուրախանում ենք ու վայելում ենք Հայաստանը։ Ամեն։ Փառք Աստծո։ Եվ որի համար մարգարեություն կար եւ հիմա կատարվում է մարգարեությունը։ Տերը պահի մեր երկիրը շատ գեղեցիկ, շատ ընտիր երկիր է, վայելում ենք։ Այն ժամանակ, որ ես եկա 2005 թիվներ Մոսկվայից, շատեր ասում են ինչ եք հետ եկել, փախնելը կփրկի, էսի երկիր է, որ դուք եկել եք, էսի երկիր չի։ Եվ ես այդ ժամանակ արդեն գիտեի Աստծո խոսքի խորքերը։ Ասում էսի շատ ընտիր երկիր է, Հեսուի Քաղեբի պես, շատ ընտիր երկիր է, կտեսնեք ինչ լավ երկիր է։ Անցավ տարիներ ու մարդիկ այսօր տեսնում են ու գիտենք, որ դա ասորտնությունն է։ Եվ ընդհանրապես գոհացի ամեն ինչի համար, ինչ ունես, եւ կավելանա։ Մի տրտնջա, որ չպակասես։ Ամեն։ Հավատքով Աբրահամը դուրս եկավ, շարունակում եմ։ Հավատքով պանդուխտ եղավ Ավետիքի երկրում իբր օտարությունում, խորաններում բնակվելով Իսահակի եւ Հակոբի հետ։ Ոչ թե 5 աստղանի հյուրանոցներում էր բնակվում, այլ խորաններում, այսինքն վրանների տակ, որ նույն խոստմունքի ժառանգակիցներն էին, որովհետև սպասում էր այն հիմունքով հաստատված քաղաքին, որի ճարտարապետը եւ արարիչը Աստված էր։ Նրանք 100 տարի գնացին Աստծո հետևից, հետևեցին հավատքին, բնակվեցին վրաններում, անապատներում եւ հավատքով սպասում էին այն քաղաքին, որի ճարտարապետը Աստված է։ Իսկ ո՞րն էր այդ քաղաքը, ով գիտի։ Երկնային Երուսաղեմը։ Սպասում էին հավիտենական կյանքին։ Դրա համար հավատքից չհեռացան, հավատքի մեջ էին։ Փառք Աստծո։ Իսկ այսօր շատ մարդիկ ինչ որ տեղեր ապրում են, միսիայի են գնացել Աստծուն սիրելով։ Եվ նրանք էլ չեն մտածում, լինեինք, չգիտեմ, Դուբայում, լինեինք այդ խաղա տները, որ շատ են, Լաս Վեգասում, Լաս Վեգասում լինելու երազանքը ո՞րն է։ Այնտեղ խաղացող ազարտնի մարդիկ են գնում։ Մարդկա երազում է այնտեղ լինի, խաղալու համար, թե մեղքերը տեսնելու համար, մեղքերի մեջ ապրելու համար։ Ավելի լավ է դրա համար Աբրահամի պես հետևես Աստծո խոսքին, լինես հավատքի մեջ, որ ժառանգես երկնային Երուսաղեմը։ Մի ուրիշ պատմություն էլ կարդամ Մովսեսից։ Հավատքով Մովսեսը, երբ որ մեծացավ, չկամեցավ Փարավոնի աղջկա որդի կոչվել։ Ավելի լավ համարեց Աստծո ժողովրդի հետ չարչարվել, քան թե մի առ ժամանակ մեղքի զվարճություն ունենալ։ Ավելի մեծ հարստություն համարելով Քրիստոսի նախատիքը եգիպտացիների հարուստ գանձերից, որովհետև աչք դրած մտիկ էր տալի վարձքի հատուցմանը։ Ամեն։ Պատկերացրեք Փարավոնի աղջկա, թե քրոջ։ Չէ, աղջկա։ Փարավոնի աղջկա որդին, ինչ կյանք կունենա։ Լավագույն տներ, պալատներ, լավագույն մեքենաներ, երեք մեծամորում հիշեցրեցի, վերջի մոդելի են Մերսեդեսները, իրանց բիբիտ սիգնալներով, բարձր հայացքներով, ձեռքը ռուլի վրա, բարձրից մարդկանց նայելով, ապրում էր այդ մարդը, Փարավոնի աղջկա որդին, չէ՞։ Նույն ձևի կյանք էր իրեն ժամանակների մեջ։ Եվ այդ մարդը չուզեց այդպես ապրել,
Գրված է, որ ինքը նախընտրեց Աստծո ժողովրդի պես, Աստծո ժողովրդի նման ապրել, նեղություններ անցնելով, որովհետև աչք գցած մտիկ էր անում հատուցմանը հավատքի։ Այսինքն նույնպես երկնային Երուսաղեմին էր սպասում։ Որովհետև ինքը գիտեր, եթե ապրեմ լավ, մի 80 տարի թող սենց ապրեմ։ Նրանից հետո վերջանալու է։ Դուք նկատում եք մեր երկրում էլ, ես ես վերջերս երեք եմ մտածում, այդ մեծահարուստների վերջը ինչ ա լինում։ Տեսել ենք, չէ՞, շատ մեծահարուստներ, ինչ անշուք ձևով են մահանում, կամ վերջը ինչ անշուք է, խայտառակություններ ա լինում։ Կապ չունի, որ մեծ պալատներում էին ապրում, վերջանում են խայտառակություններով։ Չգիտեմ, այս աշխարհի փառքն է դա, բայց ասո մարդիկ աշկ գցած մտիկ են տալի երկնքին եւ հասնում են երկինք։ Դրա համար չհեռանաս հավատքից, որ հասնես, ինչպես Մովսեսն էր, չուզեց մնալ այդպես, այլ ուզեց Աստծո ժողովրդի հետ ապրել։ Եվ ընդհանրապես, եթե հավատքի մեջ ապրես, Աստված մեր խոսող Աստված է։ Նա կենթանի Աստված է։ Նա խոսում է, նա առաջնորդում է։ Եվ ես ուզում եմ Առաջի Թագավորաց 3-րդ գլխից կարդամ, 3-րդ գլուխ, առաջինից 13 խոսքերը։ Սա Սամուելի եւ Հեղիի մասին է խոսքը, մարդիկ, որոնք հոգևոր էին, բայց հավատքից հեռացել էր Հեղին եւ իր որդիները։ Հավատ չկար։ Եվ Սամուել մանուկը Հեղիի առաջին տիրոջ ծառայություն էր անում։ Եվ այն օրերը տիրոջ խոսքը հազվագյուտ էր, հայտնի տեսիլ չկար։ Սա նշանակում է, այդ օրերին տիրոջ խոսքը հազվագյուտ էր, այսինքն հազվադեպ էր, չէր խոսում Աստված։ Տեսիլք էլ չկար, որովհետև Հեղին եւ իր որդիները մեղքի մեջ էին, քահանաները։ Այն ժամանակ եղավ, որ Հեղին իր տեղը պառկած էր եւ նրա աչքերը սկսել էին ծանրանալ, չէր կարողանում տեսնել, թե ֆիզիկապես, թե հոգեորապես։ Եվ Աստծո կանթեղը տակավին չէր հանգել, Աստծո ճրակը տակավին չէր հանգել եւ Սամուելը քնել էր տիրոջ տաճարում, ուր որ Աստծո տապանակն էր։ Աստծո տապանակը որտեղ էր։ Սրբության սրբոցում։ Սամուելը քնում էր սրբության սրբոցում, որտեղ որ սովորական քահանան եթե մտներ, տարին մի անգամ էր մտնում եւ այդ քահանայի շորերի փեշերին, սենց ասեմ, զանգակներ էր կապված, որ երբ որ այդ զանգակի ձայնը գա եւ թել էին կապում քահանայի ոտքին։ Երբ որ զանգակի ձայները գա, գիտեն որ քահանան կենթանի է, իսկ եթե զանգակի ձայն չկա, գիտեն որ մահացել է։ Նա արժանա գտնվել մտնի սրբության սրբոց։ Դրա համար թելով քաշում էին, դուրս էին հանում սրբության սրբոցից տվյալ քահանային։ Բայց Սամուել մանուկը քնում էր այդտեղ սրբության սրբոցի մեջ։ Պատկերացնում եք դա ինչ պատիվ է, ինչ Տիրոջ ներկայության մեջ։ Եվ Տերը կանչեց Սամուելին եւ նա ասեց. ահա ես, եւ Հեղիի մոտ վազեց, ասեց. Վազելով ասեց. ահա ես, որովհետեւ ինձ կանչեցիր։ Եվ նա ասեց. ես չկանչեցի, դարձիր պարկիր, եւ նա դարձավ պարկեց։ Պատկերացրեք, Աստված խոսում է Սամուելի հետ Հեղիի ձայնով, որ Սամուելը գիտի Հեղին է։ Աստված ինձ հետ մի անգամ որ նոր ապաշխարել էի, խոսեց ինչ-որ մեկի ձայնով, որ ես գիտեի այդ մարդուն։ Շատ հեզ, խոնար, բայց սիրով։ Ես մտածեց այդ մարդն է, բայց այդ մարդը չէ, Տերն է։ Հիմա Աստված խոսում է Սամուելի հետ Հեղիի ձայնով։ Եվ Տերը դարձյալ կանչեց Սամուելին եւ Սամուելը վեր կացավ Հեղիի մոտ գնաց եւ ասեց. ահա ես, որովհետեւ ինձ կանչեցիր։ Եվ նա ասեց. ես չկանչեցի, որդյակս դարձիր պարկիր։ Եվ Սամուելը Տիրոջը դեռ չէր ճանաչում եւ Տիրոջ խոսքը դեռ նրան հայտնված չէր։ Առաջի քայլերն է հանդիպում Տիրոջ հետ։ Դարձյալ երրորդ անգամ Տերը կանչեց Սամուելին եւ նա վեր կացավ Հեղիի մոտ գնաց եւ ասեց. ահա ես, որովհետեւ ինձ կանչեցիր։ Եվ Հեղին իմացավ, որ Տերն է կանչում մանուկին։ Եվ Հեղին Սամուելին ասեց. գնա պարկիր եւ եթե քեզ կանչե, ասիր խոսիր Տեր, որովհետեւ քո ծառան լսում է։ Եվ Սամուելը գնաց իր տեղը պարկեց։ Եվ Տերը եկավ կանգնեց եւ առաջի անգամի պես կանչեց. Սամուել, Սամուել, Սամուելն էլ ասեց. խոսիր, որովհետեւ քո ծառան լսում է։ Այն ժամանակ Տերը Սամուելին ասեց. ահա ես Իսրայելի մեջ մի բան կանեմ, որ ամեն նրան լսողի երկու ականջները կհնչեցնե։
Պատկերացնում եք, Տերը խոսում է Սամուելի հետ, Սամուելը հələ մանուկ է։ Ու Տերը պատմում է ինչ պիտի անի։ Գիտես, Տերը կարող է գալ քո կյանքում, եթե դու հավատքի մեջ մնաս, իմ կյանքում եղել են շատ դեպքեր ու պատմում է ինձ։ Ես հիշում եմ իմ լավ ընկերը, շատ լավ ընկերս Մոսկվայում դες հոգևորը ինքը ընդունեց Հիսուսին, բայց հոգևորը չմնաց, չդարձավ, հեռացավ նորից աշխարհ եւ խփեցին նրան եւ նա 12 օր մնաց անգիտակից վիճակի մեջ, կոմայի մեջ եւ 7-րդ օրը գիշերը Տերը գիտեք ոնց բարձր ձայնով ես լսում եմ Տիրոջ ձայնը, ոնց որ թե այսպես խոսափողով խոսում է ինձ հետ, մի քիչ արձագանքող ձայնով, որ ասեց հիմա քո ընկերը անունով ինձ ասեց, խնդրում է որ դու իր համար աղոթես։ Բայց իմ ընկերը 7 օր չէր արթնացել եւ չարթնացավ այդպես էլ։ Այսինքն Աստված այն աշխարհից ինձ ինֆորմացիա բերեց իմ ընկերոջ համար։ Գիտես, երբ որ մարդ մահանում գնում է, այլ դու ինֆորմացիա չունես իրանից։ Չէ՞։ Ասենք մի երկիր գնաց ինֆորմացիա կա, կզանգի, կխոսի, կիմանաս։ Բայց երբ որ մարդ այս երկրից դուրս է գալի, էլ դու ոչ հեռախոսով, ոչ համացանցով եւ ոչ մի ձև ինֆորմացիա չունես, եթե միայն Տերը չհայտնի։ Շատերը մեռել հարցուկի պես սկսում են մեռելների հետ խոսել, հարազատների եւ կանչում են եւ նրանց դեմքով գալիս են ինչ որ մարդիկ, բայց դրանք մարդիկ չեն, ես համարում եմ, որ դրանք հիմնականում դևերն են։ Գալիս են մարդկանց խաբելու եւ տանելու։ Դրա համար գործ չունես նման բաների հետ, բայց այս դեպքում Տերը ինձ ասեց, որ խնդրում եմ, որ իր համար աղոթեք։ Եվ մենք աղոթեցինք։ Ես հավատում եմ, որ այդ ժամանակ իմ ընկերոջ հետ կատարվում էր ինչ-որ բան, ինչը որ կատարվում էր Հուդայի թղթում, երբ որ Մովսեսի համար Սատանան էր, չէ՞, պատերազմում, որ Մովսեսին իր ձեռը վերցնի։ Եվ կարդացել եք այդ տեղը։ Եվ ես մտածում եմ հենց այդ դատաստանն էր կամ չգիտեմ որոշվում էր այդ իմ ընկերոջ, որովհետև ինքը ընդունել էր Հիսուս Քրիստոսին որպես Տեր ու Փրկիչ, բայց չէր ապրում Քրիստոսով, խոսքով կամ եկեղեցում։ Հարցը սրան, բայց շատ լավ մարդ էր, որպես մարդ, որպես բնավորություն։ Փառք մեր Տիրոջը։ Օրը հեղի վրա կկատարեմ ամեն ինչ, որ նրա վրայով խոսել եմ, Աստված պատմում է Սամուելին։ Կսկսեմ եւ կվերջացնեմ։ Եվ իրան իմացրել եմ, որ նրա տունը պիտի դատեմ հավիտյան, որ գիտեր այն անօրենությունը, որ նրա որդիքը իրենց վրա անեծք են բերում եւ նա չհանդիմանեց նրանց։ Սրա համար երթում արի հեղի տան համար, որ հեղի տան անօրենությունը զոհերով եւ ընծաներով հավիտյան քավություն չլինի։ Պատկերացրեք, Աստված մի հատ մանուկի հետ է խոսում։ Ես չգիտեմ, մեզանից երևի մեկը չխոսեր, ասել երեխայա ինչ պարտադիր է իր հետ ես այս բաները խոսեմ։ Բայց տեսեք, Աստված մանկությունից անգամ խոսում է եւ ինչ որ խոսում է, դա մնում է մարդու մեջ։ Ու ասեց այսպես է լինելու եւ հեղի տանը էլ ոչ մի ներում չկա, ոչ զոհերով, ոչ ընծաներով, ոչ մի ձևով, որովհետեւ անեցք, որովհետեւ հեղին չդաստիարակեց իր երեխաներին, որ հասկանան չի կարելի։ Սիրելիներս, դաստիարակեք ձեր երեխաներին։ Աստված հեղին պատժեց եւ մենք տեսնում ենք հաջորդ օրը մահացան, չեմ հիշում հաջորդ օրը թե մի քանի օր հետո պատերազմ եղավ եւ նույն օրը մահացան հեղի տղաները, լուրը լսելով հեղին մահացավ, ընկավ եւ պարանոցը կոտրեց եւ այսպես անեցքը մտավ այս տունը եւ Աստված ասեց չի ներվելու ձեզ։ Այն պատճառով, որ դուք գիտեք ու անում եք, իսկ դու սիրեցիր քո որդիներին ավելի շատ, քան թե ինձ, որ չհանդիմանեցիր էլ։ Դրա համար հանդիմանեք ձեր երեխաներին ինչքան էլ սիրեք, հանդիմանեք, սովորեցրեք, որ անեցք չգա իրենց վրա։ Ամեն։ Եվ շարունակում եմ 19-ից 20 խոսքերը։ Եվ Սամուելը մեծացավ եւ Տերը նրա հետ էր, եւ իր բոլոր խոսքերից մեկը գետին չգցեց։ Եվ Դանից մինչև Բերսաբե բոլոր Իսրայելը իմացավ, որ Սամուելը հաստատված է Տիրոջ համար մարգարե, որովհետև Տերը խոսում էր Սամուելի բերանով։ Սամուելը չհեռացավ, մինչև խորը ծերություն, Սամուելը մնաց Աստծո հետ։
Եվ Աստված նրա հետ էր, նրա միջոցով խոսում էր, եւ սա շատ կարևոր է, ամեն։ Դրա համար մի հեռացի հավատքից, ինչքան էլ հիասթափվես, ինչքան էլ հոգնես, ինչքան էլ օտար մտքեր քեզ գան, պայիր հավատքդ։ Հավատքը պայելով դու մնում ես Աստծո մեջ։ Ամեն, փառք Հիսուսին։ Եվ մի պատմություն կա առաջի Թագավորաց 28-րդ գլխում, շատ հետաքրքիր է սա, բայց տխուր պատմություն, 28-րդ գլխում, 5-րդ խոսքից։ Եվ Սավուղը տեսավ փղշտացիների բանակը եւ վախեցավ, եւ սիրտը շատ դողաց։ Սավուղը ամբողջ կյանքը ապրել է Աստծուց հեռու, հավատքը թողած, բայց Աստծուց ընտրված թագավոր էր։ Ամեն։ Առանց Աստված ապրել է եւ հիմա մոտեցել է իր թշվառության օրերը, ասում է եւ Սավուղը տեսավ փղշտացիների բանակը, վախեցավ եւ սիրտը շատ դողաց։ Եվ Սավուղը Տիրոջը հարցրեց, բայց Տերը չպատասխանեց։ Տեսեք, Սամուելի հետ Տերը խոսում էր։ Սավուղի հետ չի խոսում։ Սավուղը Տիրոջը հարցրեց, բայց Տերը չպատասխանեց, որովհետեւ Սավուղը հեռացել էր հավատքից։ Ոչ երազներով, ոչ Ուրիմով եւ ոչ մարգարեներով, ոչ մի ձևով Աստված չխոսեց Սավուղին, չպատասխանեց։ Այն ժամանակ Սավուղը իր ծառաներին ասեց. «Ինձ համար մեկ վհուկ կին որոնեցեք, որ գնամ նրան հարցնեմ»։ Եվ ծառաները նրան ասեցին. «Ահա Եդնովդրի մեջ մեկ վհուկ կին կա»։ Բացատրեցին, որ գիտենք տեղը, վհուկ կնոջ։ Սավուղը որոշեց. «Եթե Աստված դու չես խոսում, ես գնացի սատանայի ծառաների մոտ»։ Գնում է վհուկ կնոջը, գտնում է, խաբում է, որ ինքը Սավուղը չի, հարցնում է, վհուկ կինը ինքը բախտնայող ասեմ, որ ավելի հասկանանք։ Վհուկ կինը ինքը կանչում է, մեռել հարցուկ է, ասում է ում վերհանեմ քեզ համար, ասում է Սամուելի հոգին։ Վհուկ կինը կանչում է Սամուելի հոգին, բայց նորից կրկնեմ, շատ աստվածաբաններ ասում են, որ դա Սամուելի հոգին չէր, դա ինչ որ մի ոգի էր Սամուելի տեսքով, որ եկավ եւ խաբեց Սավուղին։ Թեև Աստված երես էր դարձրել Սավուղից արդեն։ Եվ դուրս է գալի մի մարդ, վհուկ կինը վախենում է, գոռում է, դու խաբեցիր, դու Սավուղն ես։ Սավուղը հարցնում, ասում է, ինչ տեսար, ասում է, մի մարդ տեսա ծեր, տարիքով, վերարկուով, եւ ես այդ մասից ուզում եմ կարդամ։ 18-ից 19 խոսքերը, որովհետև դու Տիրոջ խոսքը չլսեցիր։ Սա արդեն Սամուելն է խոսում, եւ նրա սաստիկ բարկությունը ամաղեկի վրա գործի չդրիր։ Նրա համար այսօր Տերը քեզ արավ այս բաները, եւ Տերը քեզ հետ Իսրայելն է մատնելու փղշտացիների ձեռքը, եւ էգուց դու եւ քո որդիքը ինձ մոտ կլինեք, Տերը Իսրայելի բանակն էլ մատնելու է փղշտացիների ձեռքը։ Այս առաջի խոսքը ես չկարդացի։ Կներեք։ Երբ որ Սամուելը գալիս է, Սավուղը հարցած է, եւ Սամուելը ասեց Սավուղին. «Ինչու համար ինձ նեղություն տվիր եւ ինձ վեր հանեցիր», որովհետեւ գետնի տակից էր դուրս եկել, եւ Սավուղը ասեց. «Ես մեծ նեղության մեջ եմ, որովհետեւ փղշտացիները ինձ հետ պատերազմ են անում եւ Աստված ինձանից հեռացել է եւ ինձ չի պատասխանում ոչ մարգարեների միջոցով, ոչ երազներով։ Նրա համար քեզ կանչեցի, որ ինձ իմացնես, թե ինչ անեմ»։ Սամուելն էլ ասում է, ինչ պետք է անես։ Աստված քեզանից հեռացել է, քո հետ չի խոսում, վաղը դու քո որդիներով ինձ մոտ կլինեք, գերեզմանում։ Եվ եթե կարդանք պատմությունը, հաջորդ օրը պատերազմի ժամանակ զոհվում է Սավուղը եւ Հովնաթանը։ Պատկերացնում եք, այն որ մարդիկ ասում են ձայներ ենք լսում, ձայներ են գալի, այս վերջերս լսեցի մի աղջիկ գնացել էր պապիկի գերեզմանին, գերեզմանից ձայներ լսել եւ այդ ձայնը ասել էր արի մեր մոտ շատ լավ է, մենք պապիկիդ հետ ենք, այստեղ շատ լավ է, լավ կլինի եւ ես պատմեցին, որ այդ աղջիկը ուզեցել էր ինքնասպան լիներ։ Երիտասարդ, շատ գեղեցիկ աղջիկ եկավ մեր տուն, աղոթեցինք, ազատագրվեց այդ դևերից եւ արդեն կարծեմ մի տարի է, որ նա հանգիստ քնում է, իր հոր հետ խոսեցինք, ասում է Պավել ջան, ասում է, ինչ արեցիր, երեխեն հանգիստ քնում է։ Դե բնականաբար մոմ չեմ թափել, արջիչ չեմ թափել, ուղղակի աղոթել եմ։
Եվ Տերը ազատագրեց։ Հենց մեր աշկի առաջ այդ աղջիկը ընկավ հատակին, սկսեց ազատագրվել ձայնով եւ փառք ասում, ինչեւ հիմա լավ քնում է։ Բայց նա ձայներ էր լսում, որ ասում էին, արի այստեղ մենք պապիկիդ հետ ենք, մեր մոտ շատ լավ է։ Եվ տեսնում ենք, որ նույնը այս պատմության մեջ է, որ վաղը իմ մոտ կլնեք։ Իրական է, չերևացող բաներ են, բայց իրական են։ Ամեն։ Եվ այդպես էլ լինում է։ Աստված ինչի չէր պատասխանում Սավուղին, որովհետև Սավուղը հեռացել էր հավատքից։ Սիրելիս, եթե դու հեռացել ես հավատքից, մտածի այդ մասին։ Հավատքը խաղ ու պարտ չի։ Հավատքը զբաղմունք չի։ Հավատքը մենք չենք գալի այստեղ, որ մենք պարապ ենք մնացել, գանք մի քիչ իրարերս տեսնենք, ուրախանանք, օր անցկացնենք, ժամ անցկացնենք։ Հավատքը դա կյանք է։ Հավատքը դա Աստված է։ Աստվածապաշտություն է։ Եվ եթե դու սառեցնես քո հավատքը, Սավուղի վիճակը, չգիտեմ, դուրդ եկավ թե չէ։ Տագնապ, վախ, մահեր, իր երեխու հետ միանգամից մի օրվա մեջ տեսնում է որդու մահը եւ ինքը խփում են, բայց չի մահանում, պատմությունը շատերդ գիտեք։ Ընկնում է իր սրի վրա, որ ինքը մահանա, վերջանա այդ ցավը, չի մահանում։ Մի պատանու խնդրում է արի սուրը սրով ինձ խփի, որ մահանամ, պատկերացրեք, խնդրում է, որ արի ինձ խփի, մահանամ, ոչ թե տար հիվանդանոց փրկի։ Եվ այսպես մահանում է ու գնում է գետնի տակ։ Պատճառը հավատքից հեռացնալն էր։ Այսօր սատանան շատերին թմրեցնում է, խոսում է, որ հավատքից հեռանան, որ հավատքը թող, դա քեզ օգուտ չի։ Ոնց ուզում ես տենց ապրի։ Սիրելիս, եթե ոնց ուզի քո աշխարհիկ սիրտը եւ դու տենց ապրես, դու հավատքի մեջ ես, դու կկործանվես։ Եվ դու կհայտնվես նույն իրավիճակում, ինչ որ Սավուղներ։ Բայց ուզում եմ մի պատմություն էլ կարդամ Դավթի կյանքից, երբ որ Դավիթը իր ժողովրդի հետ, իր զինվորների հետ, ինչ որ տեղեր գնաց է, հետ են գալիս Սիկելակ, իրենց գյուղը, տեսնում են իրենց ընտանիքները չկան։ Ասում են, որ ձեր ընտանիքին թշնամին հավաքել է, գերի է տարել եւ իրանց ամբողջ ունեցվածքը Սիկելակը այրել են, վառել են։ Մտնում են Սիկելակ ու զինվորները տեսնում են, ասում ամեն մեկի սիրտը կծկծում էր իր երեխեքի, իր կնոջ համար, ընտանիքի համար։ Պատկերացնում ես գաստուն տունը չկա։ Ինչ ա եղել չկա, վերացել է։ Տունդ վառում է եւ ընտանիքը տարել են գերի։ Պատկերացնում ես քո վիճակը։ Ո՞վ է պատկերացնում։ Մատ պատկերացրեք, էլի։ Գլուխը ես պատնես խփում, եմ պատնես խփում։ Լավ, հիմա ես ինչ պետք է անեմ, լավ ես ինչ եղավ։ Սա երազ է, թե իրականություն է։ Տեղը չես կարող գտնես։ Ու ես այդ տեղից ուզում եմ կարդամ Թագավորաց 30-րդ գլուխ։ Թե ես եմ մենակ այտենց պատկերացնում։ Եվ Դավիթը մեծ տագնապի մեջ էր։ Արդեն զինվորները, որ իրան այդքան սիրում են, ուզում են սպանեն։ Դավիթը մեծ տագնապի մեջ էր, որովհետև ժողովուրդը նրան ուզում էր քարկոծել, նրա համար, որ բոլոր ժողովրդի ամեն մեկի սիրտը կծկծում էր իր տղերանց ու աղջիկերանց համար, բայց Դավիթը զորացավ իր Տեր Աստծովը։ Դավիթը չթուլացավ Սավուղի պես, զորացավ։ Եվ Դավիթը Աբիմելեքի որդի Աբիաթար քահանային ասեց. «Եփուդդ մոտեցրու ինձ»։ Եփուդը դա քահանայական շոր է, աստվածապաշտության համար, երբ որ հագնում են։ Եփուդդ մոտեցրու ինձ, եւ Աբիաթարը Եփուդը Դավթին մոտեցրեց։ Եվ Դավիթը Տիրոջը հարցրեց եւ ասեց. «Այս գնդի ետևից հալածեմ, նրան կհասնեմ»։ Եվ Տերը նրան ասեց. «Հալածիր, որովհետեւ անպատճառ կհասնես եւ բոլորին կազատես»։ Ամեն։ Պատկերացրեք, Դավիթը եթե Աստծո հետ չլներ, հավատքի մեջ չլիներ, Տերը չպատասխաներ, նրանց ընտանիքները հետ կվերադարձվեր, նրանց ունեցվածքը հետ կգար, չէր գա։ Քանի որ հավատքի մեջ էր, Աստծո հետ կապ ուներ, Աստծո հետ փոխհարաբերություն, հարցրեց Տերը, ասեց գնա, կհալածես, հետ կբերես։ Եվ 18-ից 19 խոսքերը Եվ Դավիթը ամաղեկացիներին առած բոլոր բաները ազատեց, գնաց, գտավ,
ազատեց, Դավիթը իր երկու կանանց էլ ազատեց, եւ իրենց մեկ բանը պակաս չէր, պստիկից մինչև մեծը եւ տղա, թե աղջիկ եւ թե ավար, ինչ որ նրանք առել, տարել էին, Դավիթը ամենն էլ ետ բերեց։ Դավիթը հետ բերեց ընտանիքները, երեխեքը, կանանց, ունեցվածքը, պատճառը, որովհետեւ իր Տեր Աստծո հետ էր։ Հավատքի մեջ էր։ Ռուզանը մի խոսք ասեց, չգիտես, երբ ինչ փորձության մեջ կընկնես։ Ամեն, ոչ մեկ էլ չգիտի։ Դավիթն էլ չգիտեր, sense բան կարող է իր կյանքում լինի։ Բայց եղավ, բայց քանի որ Աստծո հետ էր, հավատքի մեջ էր, նա դուրս եկավ։ Գիտես, ինչքան հարցեր ա եղել նաև իմ կյանքում, երբ որ ես Աստծո հետ եմ եղել, երբ որ ինչ-որ չարիքներ, ինչ-որ բաներ, շատ բաներ կարամ պատմեմ, որ հանդիպել է, ես մտածել եմ, ինչի է սա հանդիպել ինձ։ Գիտես, երբ որ քո կյանքում ինչ-որ անցանկալի բաների մեջ ես ընկնում, առաջի հերթին հարց տուր, ինչի համար է սա։ Առաջինը քո մեղքերի, շարունակաբար մեղքերի համար է դա, որովհետև շարունակաբար մեղքի կյանք ես ապրում, երկրորդը դիվային հարցակումների։ Եթե դու գիտես, այս վերջերս մի մարդ ինձ ասում է, չգիտեմ, Աստված ինչի ինձ գցեց սրա մեջ, տարիքով մարդ էր, սրտի բաց վիրահատություն էր տարել, հոգևոր։ Ասում եմ, գիտես, եղբայր, երկու բան կա, մի հատ քննի անձդ, շարունակաբար մեղք ունես կյանքումդ, ասես միանշանակ ոչ։ Շարունակաբար մեղքը այնա, որ դու ապրում ես դրա մեջ եւ չես ապաշխարում։ Երկրորդը դիվային հարցակումներ, հակառակ աղոթքներ, կախարդություններ, նախանձի հսկողության ոգիներ, չար աչքեր, քո կյանքում կարող է աշխատել, եթե դու անտարբեր լինես եւ չաղոթես։ Մարդկա չար աշկ ունի, դրա երեսը տեսար, հետո մի վատ բան կատարվում է։ Զգացել եք տես բան։ Մարդկա ասում է, տես բան չկա, մենք Տիրոջ արյունի պաշտպանության տակ ենք։ Ես իմ ամբողջ կյանքս 27 տարի Տիրոջ արյան պաշտպանության տակ եմ, բայց տեսել եմ տես բաներ իմ կյանքում։ Հենց այդ մարդուն տեսնում եմ, հետո մի վատ բան ելնում է։ Անկամ ես մոռանում եմ այդ մարդու մասին, նոր հոգին հիշեցնում է այդ մարդուց։ Հարազատ մարդ։ Ու դա ամիսներով ու տարիներով։ Վերջը հասկացա, ասի լավ, եթե ես մարդուն տեսել եմ, հələ բան չի պատահի։ Աշխարհիկ մարդիկ գիտեք ինչ են անում։ Սենց են անում, գծում են վարատնիկը, կամ իրանց կշմտում են։ Հավատքի բաժին է։ Ինչ որտեղ օգնում է։ Ես էլ առաջ տենց անում անհավատ ժամանակ։ Բայց հիմա ես երբ որ հասկացա դա նաև աշխատում է, չար աշկը, կամ նախանձի հսկողության պիղծ ոգին։ Մարդկա նախանձում է քեզ։ Չգիտես ինչի համար։ Մեկը սիրուն է, մյուսը հարուստ է, մեկը օծված է, մեկը չգիտես ինչա, չգիտես ինչի համար նախանձում են։ Այդ նախանձող մարդկանցից ինչ որ ազդեցություն է գալի քո կյանքը։ Ու սկսում է քո կյանքը բսկտել ու քանդել։ Դրա համար ես որոշեցի հենց տեսնեմ, հենց զգամ, հենց տեսնելուց հետո ինձ հոգին հիշեցնում է, ես աղոթում եմ Հիսուսի անով, քանդում եմ չարաշկը, տվյալ մարդուց եւ նախանձի հսկողության ոգիները։ Ու դրանից հետո պատկերացրեք, ոչ մի բան էլ չի եղել։ Տեսնելուց էլ ոչ մի բան չի լինում։ Կամ շփվելուց։ Փառք Հիսուսին, դրա համար զորացեք, իմաստուն եղեք, Աստծո հետ եղեք, որ խափանեք սատանայի բոլոր ծրագրերը։ Նշանակում է այդ մարդկանց վրա ոգիներ կան։ Գիտեք դա երբ եմ զգացել, դեռ 22 տարեկանից։ 22 տարեկանից զգացել եմ, մենք ծանոթներ ունեինք, որ գալիս են մեր տուն, ես ու Կարնեն ամուսնացել ենք, հենց առաջի օրվանից ապրել ենք առանձին տանը, մեր տանը։ Ու մեր տուն գալիս են տարիքով բարեկամներ, մարդիկ, նայում են, ասում են, հələ տեսեք, դու 20 տարեկան եք, այնքան ունեք, որ մենք մեր 40 տարեկանում դրա կեսը չունենք։ Ոտները քաշում են մեր տնից, մեր տանը տուր ու դմփոց, այդ եղած չեղածը կոտրում էինք, խփում էինք գետին, մարդկա չէ ստրեսը հանելու համար ամանները պիտի խփի գետին։ Մի ֆիլմի մեջ տեսա, ասում է հարուստները ապտեկա չեն գնում, նրանք կոտրում են տան ունեցվածքը, դրանով հանգստանում են, դեղեր չեն խմում, դա հիմա եմ լսել, բայց շունն ու կատուն էր դառնում, հետո նոր հասկանում ենք, այ մարդ, էս ինչ է կատարվում։ Ինչ որ մեկը նավսում էր, աշխարհիկ բառ,
Այս վերջերս մեր ծանոթներից մեկ ասում այ ախպեր վրա չեն գալի նավսը մեզ կերավ արի մեր տնից նավսը հան էլի ասում եմ լսի պետք է ապաշխարեք գաք Հիսուսին տխրում են ասում այդ մեկը չեն կարող անենք ախր հպարտենք ոնց գանք Հիսուսին մարդիկ իմանան խայտարակ կլնենք ուղղակի եկեք նավսը հանեք ու մենք շարունակենք մեղքերի կյանք չի լինում այտենց սիրելիս պետք է ապաշխարել նավսը հանողը նավսը դա անեծքն է իրականում որ ժողովուրդը ասում են նավս Հիսուսն է անեծք քանդողը դա Հիսուսն է դրա համար Հիսուսին ընդունի քո ընտանիքը չգիտեմ մեզ նայում են հիմա նաև շատ անհավատներ Հիսուսին քո ընտանիքը հրավիրի ապաշխարի որպեսզի նավսը լինի կամ անեծքը դուրս գա քո տանից կամ չարությունը խավարը ամեն ուրեմն տեսնում ենք Դավիթին Դավիթը լավ պրծավ չէ թե չէ քարկոծելու են սպանելու են եթե նա ասու հետ չլներ եւ վերջի համարն եմ ուզում կարդամ Փառաբանության խումբը կարող է գալ առաջ Հովհաննես 3-րդ գլուխ 18 խոսք Հովհաննես ավետարան 3-րդ գլուխ 18 խոսքից Նրան հավատացողը չի դատապարտվի Հիսուսին հավատացողը չի դատապարտվի իսկ չհավատացողը արդեն դատապարտված է որովհետև հավատաց Աստծո միածին որդու անունին եւ սա է դատաստանը որ լույսը եկավ աշխարհ եւ մարդիկ խավարը ավելի սիրեցին քան թե լույսը որովհետև նրանց գործերը չար էին որովհետև ամեն չար գործող ատում է լույսին եւ չի գալի դեպի լույսը որ նրա գործերը չհանդիմանվեն իսկ ճշմարտություն գործողը գալիս է դեպի լույսը որ նրա գործերը հայտնվին ու Աստծով գործվեցան ամեն դատաստանը սրանում է մարդիկ հավատքից հեռանում են որովհետև չեն սիրում Տիրոջը որովհետև լույսը եկավ աշխարհ բայց մարդիկ խավարը ավելի սիրեցին դրա համար ասում են արի նավսը հան բայց մենք չգանք լույսին մենք էլ ոչ արջիճ ենք թափում ոչ մոմ ենք թափում ոչ այդպես բաներ չեն կարող անում մենք միայն Հիսուսին պետք է դիմենք եւ ինչ որ անում ենք Հիսուսի միջոցով ենք անում դրա համար մարդիկ պետք է ընդունեն Հիսուսին հավատան Հիսուսին հնազանդվեն որ Հիսուսը իրանց տան մեջ ամեն ինչ բերի իր տեղը լուսավորի եւ խավարը այդ տնից փախնի ամեն փառք Հիսուսին ուրեմն չհեռանաս հավատքից ինչքան էլ քեզ առաջարկեն դևերը գայթակղեցնի աշխարհը մի հեռացի հավատքից մնա հավատքի մեջ որովհետև հավատքի մեջ մնալով կմնաս Աստծո հետ եւ Աստված քեզ շատ ժամանակներ պետք է գալու մինչեւ կյանքի վերջը Տերը քեզ հետ ալինը որ սիրտդ չկծկծա վախից դողից եւ ընդհանրապես հավատքից հեռանալ ինչա նշանակում նշանակում է հավես չունես կարդաս հավես չունես աղոթես հավես չունես Տիրոջը ծառայես հավես չունես եկեղեցի գաս դա նշանակում է դու հավատքից արդեն հեռացել ես ամեն եւ ինչքան դու հավատքից հեռանաս այնքան կմոտենաս սատանային իսկ սատանան հավես ունի քո տուն գալ եւ քո կյանքը խառնել ու քանդել դու հավես չունես ասուն մոտենաս սատանան հավես ունի քեզ մոտենալու եւ շատերդ նկատում եք Սավուղը հավես չուներ բայց մի օր կսկծած սիրտը վախից եւ ասուն հիշեց բայց Աստված էլ չպատասխանեց ամեն իսկ Դավիթը հավես ուներ Աստծո հետ էր եւ Դավիթի կյանքում նեղություն եղավ Տիրոջը կանչեց եւ Տերը պատասխանեց դրա համար մոտեցի Աստծուն եւ Աստված կմոտենա քեզ եւ քո նեղության օրերում Տերը քեզ կպահի եւ քեզ քո երեխաներին եւ կժառանգես երկնքի արքայությունը այն քաղաքը որի ճարտարապետը Տերն է Տերը օրհնի ձեզ եկեք ոտքի կանգնենք ամեն փառք Հիսուսին Վերցնենք այս երգը սիրելներս Աստծո հետ խոսեք աղոթեք եթե մեղքեր կան եթե իրականում դու այդ մարդն ես հեռացել ես սառել ես հավատքից եւ մտքեր են գալի որ ոչ մի բան չկա այս հավատքի մեջ եկեղեցի զուր տեղն ես գնում դա ասեմ սատանայի ոգին է մոտեցի Աստծուն պայի հավատքդ եւ Տերը կպայի քեզ եւ քո տունը այս երաշտության մեջ եկեք վերցնենք մի երգ երկրպագենք եւ Աստծո հետ խոսի եւ ես կխնդրեմ նաեւ մեր ծառայողները կարգ ու կանոնի բերեն հաղորդության սեղանը եւ պատրաստվենք հաղորդության
Այսօր մենք հաղորդություն ենք ունենալու նաև, Տերը օրհնի ձեզ։ Տերը օրհնի ձեզ։ Ինչ մեծ օրհնություն, ուրախություն է նա ճանաչելը, անքննելի են նրա գործերը և ուղիները, ինչ մեծ օրհնություն, ուրախություն է նրա ճանաչելը, անքննելի են նրա գործերը և ուղիները, դրան է ողջ պարքը, դրան է ողջ պարքը, դրան է ողջ պարքը, հավերժամե, դրան է ողջ պարքը, դրան է ողջ պարքը, դրան է ողջ Հալելույա, փառավոր Աստված, օրհնում ենք քո սուրբ անունը, Տեր։ Շնորհակալ ենք, Տեր, որ մեզ սովորեցնում ես, որ մեզ առաջնորդում ես։ Եվ մենք այսօր խնդրում ենք, Տեր, որ իրականում ողորում ես քո ժողովուրդը, եթե ինչ-որ մեկը հեռացել է հավատքից կամ սրտի մեջ թուլացել է, Տեր ջան, խնդրում ենք ողորմես, սրբես մեզ, ողորմես, պահես, պաշտպանես, որովհետև դու ես մեր հավատքի առաջնորդն ու զորագլուխը, Տեր Հիսուս, եւ մենք խնդրում ենք առաջնորդես մեզ նորից հավատքից հավատքի մեջ, փառքից փառքերի մեջ, որ մենք հավատքի մեջ չթուլանանք եւ չհեռանանք, չսառենք։ Փառավոր Տեր, ես խնդրում եմ այսօր օծես քո ժողովուրդը, օրհնես քո ժողովուրդը, վերականգնես, լցնես երջանկությամբ, ուրախությամբ, խաղաղությամբ, որովհետև հավատքը դա ուրախություն է, դա սեր է, դա խաղաղություն է, դա երջանկություն է։ Թող քո ժողովրդի աչքերը ուրախությունով լցվեն։ Հիսուս Քրիստոսյանով մխիթարի Տեր Սուրբ Հոգի Աստված։ Օլե բրաբադա կդեր ֆոլորաֆադա։ Թող քանդվի սատանայական բոլոր ծրագրերը, պլանավորումները, բերդերն ու ամրոցները։ Սատանա, մենք այսօր հռչակում ենք Աստծո ժողովրդի կյանքում քո պարտությունը, որովհետև նա որ մեր մեջ ավելի զորավոր է, քան թե դու որ աշխարհում ես, որովհետև ամեն գործիք հակառակ մեզ չի հաջողվի, ամեն լեզու հակառակ մեզ կդատապարտվի, որովհետև մենք հնազանդվում ենք Աստծո խոսքին, հակառակվում ենք քեզ Սատանա, եւ դու փախչում ես մեզանից Հիսուսի անունով, որովհետև Աստծո արքայության միջի ամենափոքրը ավելի զորավոր է, քան թե դու Սատանա որ ես աշխարհում ես։ Եվ մենք Աստծո խոսքով, որ մեր Տերը դրել է մեր բերանում այսօր, խլում, պոկում, փչացնում ու կորցնում ենք Սատանա քո բոլոր ծրագրերը, պլանավորումները, բերդերն ու ամրոցները, եւ փոխարենը Աստծո խոսքով շինում եւ տնկում ենք մեր կյանքի բոլոր ոլորտներում Աստծո կամքը, Աստծո արքայությունը, Աստծո լույսը, Աստծո տված խոստմունքները, տեսիլքները, երազները եւ բոլոր մարգարեությունները, ասում ենք, արի շինվի, տնկվի մեր կյանքի բոլոր ոլորտներում, մեր երկրում եւ իրականացի։ Փառավոր Աստված, շնորհակալ ենք, որ մեզ սովորեցնում ես բարին, հաճելին եւ կատարյալը, օծիր, հաճեցրու, իմաստությամբ լցրու Տեր։ Հալելույա։ Ժորժան, մի բան էլ հիշեցի, այն պահի վրա, երբ որ Սավուղը գնում է վհուկ կնոջ մոտ,
որովհետև Աստված չպատասխանեց Սավուղին, Սավուղը որոշեց սատանայի ծառային դիմի ինֆորմացիա ստանալու, թե ինչա լինելու։ Դե ինչա լինելու հիմնականում դա Աստված է որոշում, պետք չի դա սատանայից իմանալ։ Եվ մի տես պատմություն կար մի ընտանիք, որտեղ մեզ հրավիրեցին հիվանդ կնոջ համար աղոթելու, որը ուռուցքով հիվանդ էր, 6 ամիս չէր քայլել։ Անկողնային էր։ Գնացինք, աղոթեցինք, Տիրոջը աղաչեցինք, եւ այս կինը ոտքի կանգնեց եւ սկսեց քայլել, բարեկամները տանն էին, ծափարեցին, ասում, փառավորեցին եւ հյուրասիրություն եղավ, սուրճ բան, դուրս են գալի մի կես ժամ հետո երևի, մեկ էլ մի չար հայացքով կինա ներս մտնում, վհուկ կին։ Ու հենց այդքանին թողած ինձ անայում չարությամբ ու հոգում է զգացի, որ սա վհուկ է։ Եվ այդ հիվանդ կնոջ քրոջը հարցնում եմ ով է այս կինը, ասեց դե ինքն էլ վհուկ է, էլի, տենց հրավիրել ենք ինքն էլ գաղոթի քրոջս համար, դե ասում է Պավել եղբայր, մեր համար կարևորը քուրս վերականգնվի, առողջանա, որովհետև մի 2-3 հատ փոքր երեխաներ ուներ։ Եվ մեր համար տարբերություն չկա, Աստված կբուժի, Աստված կխոսի, թե սատանան, թե ով, կարևորը քույրս բուժվի։ Եվ ինքը դեռ խոսում էր, Սուրբ Հոգին ասեց հենց այս գիշեր այդ իր քույրը մահանալու է, հենց գիշերը։ Իրան էլ չասեցի, ասեցի լավ, տխրեցի դուրս եկա տանից, բայց կողքս մեր ընկերներից մարդ կար, ասի ես կին այս գիշեր մահանալու է, Տերը ասում է, եւ գնացինք առավոտ ժամը 8 թե 9 զանգում են, լացելով, ողբալով ասում է քույրս գիշերը մահացել է։ Գիտես, պատճառը Աստված մեր խանդոտ Աստված է։ Նա խանդում է։ Ոնց թե դու իմն ես ու մի հատ էլ գնացել ես սատանայի դուռը։ Դրա համար ասես կմահանա եւ մահացավ այդ փոքր երեխաները մնացին տենց մորից։ Ինչի համար եմ սա ասում, սիրելիներս, ուրեմն եթե Աստված ձեզ չի պատասխանում, կամ չեք լսում Աստծո ձայնը, պետք չի վհուկների դուռը գնալ, սատանայի ծառաների դուռը գնալ։ Ուրեմն մտածի, ապաշխարի։ Սավուղը գնաց։ Օգտվեց։ Ոչ։ Գնաց, լսեց, մյուս օրը մահացավ։ Ես շատ մարդիկ գիտեմ, որ համ մեր մոտ են բերում աղոթքի, համ տանում են սատանայի դուռը, մեզնից հետո սատանայի դուռը։ Մի տուն կար, քանդվում էր, ամուսինը զանգեց, հով բժան ուզում ենք գանք եկեղեցի, եկավ եկեղեցի։ Տունս քանդվում է, կինս մանա գալիս, բայց ես ներում եմ, թո հետ գա։ Մենք զարմացանք։ Այդ տղամարդը, որ տենց ներում է, բայց դա շատ լավ է, որ ներում է, եւ կինը պետքա ների եւ ամուսինը ների, բայց դա չկրկնվի։ Հետո ասма տարանք վհուկների դուռը, զանգելա ինձ, նորից կինը չի եկել, ուրիշի տանն է ապրում։ Երեխան, ամուսինը զանգ է խնդրում են արի մեր տուն։ Ոչինչ, թեև գնացել է շնության մեջ ես ներում ենք արի մեր տուն, տղա երեխա, արի մամ ջան, արի մեր կողը ապրի, չի գալի։ Ասում եմ ինչ է կարե, ասում եմ տարել ենք մի հատ էլ բախտագուշակի մոտ աղոթելու։ Եվ տեղ մի հատ կոպիտ բառ ասեցի, այստեղ դու թքեցիր քո փայ բորշի մեջ, տղա ջան։ Էլ ինձ մի զանգել ես ինձ ինչ անես։ Ու էլ դրանից հետո էլ չզանգեցին։ Ու չգիտենք այդ ընտանիքը էլ ինչ եղավ։ Դրա համար սիրելիներս, երբեք Աստծուց մի հեռացի, հավատքից մի հեռացի, հավատքդ պահի, ինչքան էլ դժվար լինի, նեղ լինի։ Հիշի Աբրահամին, ապրում էր անապատների մեջ վրաններով, բայց հավատքը պահեց։ Ամեն։ Հիշի Մովսեսին, ապրում էր վերջի մոդելի Mercedes ջիպերով, սիրուն են բիբիտ սիգնալներով, մաներ գալի, մեծամտությամբ, բայց խելքը գլուխը եկավ, մարդը որոշեց ապրի Աստծո ժողովրդի հետ, ոչ թե եգիպտացիների զվարճանքների մեղքերի մեջ։ Ամեն։ Այս ամեն օրինակները մեզ ցույց է տալի, որ նմանվենք Մովսեսին, նմանվենք Աբրահամին, Նոյին, այնքան անուն եմ տալի, արդեն անունները խառնում եմ իրար։ Նմանվենք սրանց, ոչ թե նմանվենք Սամսոնին։ Իր հաճույքների Դալիլիայի պատճառով կուրացրեցին, կապեցին, ինչ որ տեղ աշխատեցնեն թշնամու համար։
Կամ Սավուղը։ Ում էր պետք Սավուղը։ Ինչ կյանք ապրեց։ Տերը օրհնի ձեզ, օծի ձեզ, բարձրացնի Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի բարեկամներ, ուրախ ենք տեղեկացնել, որ քաղաք Արմավիրում եւ քաղաք Մեծամորում գործում են կյանքի խոսք եկեղեցիները։ Մենք սիրով հրավիրում ենք ձեզ միանալ մեր ծառայություններին եւ անցկացնել օրհնված ժամանակ Աստծո ներկայության մեջ։ Քաղաք Մեծամորում ծառայությունները անցկացվում են ամեն երեքշաբթի եւ շաբաթ օրերին։ Երեքշաբթի 19:30-ին անցկացվում է աղոթքի եւ երկրպագության ծառայություն։ Իսկ շաբաթ օրը 19:30-ին տեղի է ունենում եկեղեցական հավաք, որտեղ միասին փառաբանում ենք Տիրոջը եւ լսում Աստծո խոսքը։ Արմավիր քաղաքում ծառայությունները նույնպես ակտիվ են։ Ամեն չորեքշաբթի 19:30-ից անցկացվում է փառաբանության եւ աղոթքի երեկո։ Իսկ Կիրակի օրը 12:00-ին տեղի է ունենում Կիրակնորյա ծառայությունը։ Նույնպես եկեղեցում գործում են մանկական, պատանեկան եւ երիտասարդական ծառայություններ, որոնց մասին տեղեկություններ ստանալու համար հետևեք մեր Instagram-յան եւ Telegram-յան ալիքներին։ Նաև ունենք խմբակներ Արմավիր մարզի տարբեր գյուղերում։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապնվել մեզ հետ։ Սիրով սպասում ենք ձեզ միասին աղոթելու, երկրպագելու եւ հոգեորապես զորանալու համար։ Եկեք եւ զգացեք Աստծո սերն ու ներկայությունը մեզ հետ։